Տարիներ շարունակ մի հավատարիմ սպասուհի խնամում էր ավանդույթներով ու լռությամբ պարուրված մի առանձնատուն։ Բայց ամեն ինչ փոխվեց, երբ ժառանգի նոր կինը սկսեց մի դաժան ծրագիր ջնջելու տան տիրուհու ներկայությունը։ Այն, ինչ սկզբում պարզապես սառնություն էր թվում, շուտով վերածվեց մի մութ դավադրության, որը կարող էր կործանել ամբողջ ընտանիքը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Մայիսյան մանր անձրը թափվում էր Երանի Այգեստան թաղամասի առանձնատան այգիների վրա, ստեղծելով արծաթե մի վարագույր, որը մշուշում էր դասական ոճի պատուհանները։ Մարինեն դիտում էր ընդարձակ խոհանոցից, նրա կոշտացած, բայց խնամքով ձեռքերը բռնել էին արդեն սառչող սուրճի բաժակը։ 20 տարի։ 2 ամբողջ տասնամյակ նվիրված այս ընտանիքին, այս վեհաշուկ եռահարկ տանը, որի յուրաքանչյուր սենյակը, յուրաքանչյուր դռան ճռինչ, հին դիմանկարներով պատված պատերում պահպանված յուրաքանչյուր պատմություն նա գիտեր։ Նա դեռ հիշում էր առաջին օրը, երբ ժամանեց ամաչկոտ ու վախեցած, ընդամենը 22 տարեկան մի երիտասարդ աղջիկ Լոռու մարզից, իր հետ բերելով միայն մի հին ճամպրուկ ճմրթված թղթի վրա գրված հասցեն։ Այդ ձմեռվա առավոտ դուռը բացել էր տիկին Հեղինեն, իր ջերմ ժպիտով աչքերով, որոնք անկեղծ բարություն էին հաղորդում։ Ալավերդյանների ընտանիքի մայրը նրան չէր վերաբերվել որպես սպասուհու, այլ որպես մեկի, ով արժանի էր հարգանքի, արժանապատվության։ Այդ օրվանից նրանց միջ կապն ամրապնդվել էր, մասնագիտական հարաբերությունները վերածելով շատ ավելի խորը, գրեթե մայրական մի բանի։ Մարինեն հոգոց հանեց, բաժակը դնելով մարմարե սեղանին։ Վերջին 6 ամիսներին ամեն ինչ կտրուկ փոխվել էր։ Վերժինեի գալը ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց, ինչպես մի փոթորիկ, որը խառնում է տասնամյակներ շարունակ կոկիկ պահված տունը։ Ընդամենը 28 տարեկան երիտասարդ, շիկահեր, բաց գույնի աչքերով արհեստական ժպիտով կինը սարսափելի արագությամբ կերեց Ռաֆայելին։ Ալավերդյանների ժառանգը, որ միշտ այնքան զգոն ու նվիրված էր ընտանեկան գործերին, կարծես ամբողջովին կորցրել էր բանականությունը, երբ ազգային պատկերասրահում կայացած բարեգործական երեկույթին հանդիպեց այդ կնոջը։ Սիրավեպը կայծակնային էր։ 3 ամիս անց Ռաֆայելը պաշտոնական ընթրիքի ժամանակ հայտարարեց նշանադրության մասին, բոլորին զարմացնելով։ Տիկին Հեղինեն փորձեց թաքցնել իր անհանգստությունը, բայց Մարինեն ճանաչում էր այն կնոջ յուրաքանչյուր արտահայտությունը, ում գրեթե մայր էր համարում։ Նա տեսնում էր շուրթերի անկյունների սեղմումը, թե ինչպես էին մատները թեթակի դողում, բռնելով արծաթե պատառաքաղը։ Անահիտը, Ալավերդյանների կրտսեր դուստրը, նույնպես չթաքցրեց իր անհարմարությունը, ամբողջ ընթրիքի ընթացքում մոր հետ իմաստալից հայացքներ փոխանակելով։ Բայց Ռաֆայելը կախարդված էր։ Այլ բառ չկար։ Նա, ով միշտ այնքան պահանջկոտ էր իր ընտրության հարցում, այնքան մանրակրկիտ գործերում, կարծես թողել էր ցանկացած քննադատական զգացում, երբ խոսքը Վերժինեին էր վերաբերում։ Նրա մասին խոսում էր փայլող աչքերով, ինչպես առաջին անգամ սիրահարված դեռահաս, ամբողջովին անտեսելով այն նուրբ նշանները, որոնք շրջապատի բոլորը նկատում էին։ Այն, թե ինչպես էր Վերժինեն փոխում իր պահվածքը, երբ նա չէր նայում։ Հաշվարկվածը, որով դիպչում էր նրա թին, ինչպես էր գլուխը թեքում խոսելիս, ինչպես էին աչքերը կորցնում փայլը, երբ խոսում էր ընտանիքի որևէ այլ անդամի հետ։ Հարսանիքը տեղի ունեցավ մարտի մի արոտ օր, թաղամասի 100-ամյա եկեղեցում։ Մարինեն դեռ հիշում էր այն օրվա յուրաքանչյուր մանրուք, որը պետք է տոնական լիներ, բայց որը նշանավորվեց անհանգստության տհաճ զգացումով։ Վերժինեն շլացուցիչ էր իր ֆրանսիական ժանյակե զգեստով, որի քողը մետրերով քարշ էր գալիս։ Բայց նրա պահվածքն էր, որ բոլորին շփոթեցրեց։ Տիկին Հեղինեն, միշտ էլեգանտ զուսպ, այդ առիթով ընտրել էր մուգ կապույտ մետաքսե զգեստ։ Նա հուզված էր, ինչպես ցանկացած մայր կլիներ, տեսնելով իր որդու հարսանիքը։ Բայց Վերժինեն առավոտից ի վեր նրան վերաբերվում էր սառցե սառնությամբ։ Թույլ չտվեց, որ սկեսուրը լինի ընտանիքի հիմնական լուսանկարներում, պատճառաբանելով, որ ցանկանում է միայն զույգի խաչեղբայրների նկարները։ Առաջարկեց քաղցր ժպիտով, բայց քարի պես կոշտ աչքերով, որ տիկին Հեղինեն նստի եկեղեցու հետի նստարաններին, աշխատակիցների հեռավոր ծանոթների հետ միասին։ Մարինեն տեսավ ցավը տան տիրուհու աչքերում, բայց տիկին Հեղինեն ոչինչ չասաց։ Պարզապես արժանապատվորեն գլխով արեց քայլեց դեպի եկեղեցու հետնամաս, գլուխը բարձր պահելով նույնիսկ կոտրված սրտով։ Ռաֆայելը, զբաղված նախապատրաստական աշխատանքներով ամբողջովին ընկղմված իր մեծ օրվա երջանկության մեջ, ոչինչ չնկատեց։ Կամ գուցե չէր ուզում նկատել։
Արարողության ընթացքում Սոֆյան, Անահիտի 6-ամյա դուստրը, հմայիչ էր իր վարդագույն զգեստով։ Աղջիկը պաշտում էր տատիկին չէր հասկանում, թե ինչու է նա այդքան հեռու նստած։ Արարողության կեսին, երբ քահանան դեռ խոսում էր ամուսնական ուխտերի մասին, Սոֆյան պոկվեց մոր ձեռքից վազեց կենտրոնական միջանցքով, նրա սպիտակ կոշիկները թխկթխկում էին եկեղեցու մարմարե հատակին։ Նա երեխաներին բնորոշ անմիջականությամբ նետվեց տիկին Հեղինեի գիրկը, ամուր գրկելով տատիկին։ Պահը պետք է հուզիչ լիներ։ Բայց Վերժինեն կտրուկ շրջեց գլուխը, նրա սովորաբար հանգիստ դեմքը աղավաղվել էր վատ թաքցրած զայրույթի արտահայտությամբ։ Հենց որ արարողությունն ավարտվեց, նա վճռական քայլերով մոտեցավ Անահիտին, նրա կրունկները սպառնալից արձագանքում էին։ Խոսեց ցածրաձայն, բայց Մարինեն բավական մոտ էր, որ լսեր կտրուկ խոսքերը, որոնք արտասանվում էին կեղծ ժպիտով, հեռվից դիտողների համար։ Հստակ բացատրիր դստեր, որ պետք է սովորի իրեն պահել կարևոր միջոցառումներին։ Չեմ ուզում նորից տեսնել այս մելոդրամատիկ տեսարանները։ Տիկին Հեղինեն արդեն բավականին մեծ է, որ իմանա իր տեղն այս ընտանիքում։ Եվ դու նույնպես պետք է իմանաս քոնը։ Անահիտը գունատվեց, բայց պատասխանելու հնարավորություն չունեցավ։ Վերժինեն արդեն շրջվել էր, փայլուն ժպիտով քայլելով դեպի Ռաֆայելը, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Մարինեի մեջքով սարսուռ անցավ։ Այդ կինն այն չէր, ինչ թվում էր։ Շլացուցիչ գեղեցկության Ռաֆայելի հետ օգտագործած քաղցր խոսքերի հետում կար մի խորապես անհանգստացնող բան, մի հաշվարկված սառնություն, որը ցանկացածին անհարմարավետության մեջ էր դնում։ Հարսանիքին հաջորդած օրերին իրավիճակը միայն վատթարացավ։ Վերժինեն ամբողջությամբ ստանձնեց առանձնատան կառավարումը։ Վերադասավորեց ամբողջ կահավորանքը, սերունդներ շարունակ ընտանիքին պատկանող հին կահույքը փոխարինելով ժամանակակից անդեմ կտորներով։ Պատերի դիմանկարները փոխարինեց աբստրակտ նկարներով, որոնք ոչ ոք չէր հասկանում։ 3 հին աշխատակիցների ազատեց աշխատանքից, դատարկ պատճառաբանություններով, թե տանը ավելի երիտասարդ թարմ շունչ է պետք։ Բայց ամենավատն այն էր, ինչ նա արեց տիկին Հեղինեի հետ։ Տան տիրուհին, որ միշտ զբաղեցնում էր երկրորդ հարկի գլխավոր ննջասենյակը, այն ընդարձակ սենյակը, որի պատշգամբը նայում էր Ժակարանդայի այգուն, նրբանկատորեն տեղահանվեց։ Վերժինեն համոզեց Ռաֆայելին, որ զույգին այդ տարածքն է։ Պետք, որ բնական է, որ նորապսակները տան լավագույն սենյակն ունենան։ Ասաց, որ հատուկ սենյակ է պատրաստել սկեսրոջ համար, մի հարմարավետ վայր, որտեղ նա ավելի շատ անձնական տարածք հանգստություն կունենա։ Խնդրո առարկա սենյակը երրորդ հարկի հին, հարմարեցված պահեստն էր, փոքր ու խեղդող, մեկ պատուհանով, որը նայում էր հետի պատին։ Տիկին Հեղինեն լուր ընդունեց փոփոխությունը, առանց բողոքելու, բայց Մարինեն տեսնում էր տխրությունը նրա աչքերում ամեն անգամ, երբ բարձրանում էր աստիճաններով դեպի այդ կլաուստրոֆոբիկ սենյակը։ Տան տիրուհին, որ միշտ եղել էր այդ տան սիրտը, համակարգված կերպով մեկուսացվում էր, հեռացվում ընտանեկան շփումից, վերածվում անհարմար ներկայության, որը պետք էր թաքցնել։ Վերժինեն սկսեց նա վերահսկել տիկին Հեղինեի սնունդը։ Ասում էր, որ սկեսուրն առողջական խնդիրներ ունի, խիստ դիետայի կարիք ունի, թե երբեք որևէ բժշկական ախտորոշում չկար, որը դա կհաստատեր։ Բաժինները փոքր էին ու անհամ, մատուցվում էին անկանոն ժամերին։ Մարինեն մի քանի անգամ փորձեց գաղտնի ուտելիք տանել տան տիրուհու համար, բայց Վերժինեն միշտ բացահայտում էր, նախատելով սպասուհուն քաղաքավարի խոսքերով, բայց սպառնալից աչքերով։ Դուք պետք է հասկանաք, որ այստեղ եք իմ հրամանները կատարելու համար, Մարինե։ Գիտեմ, որ հատուկ ջերմություն ունեք տիկին Հեղինեի նկատմամբ, բայց հիմա ես եմ այս տան տիրուհին։ Եթե չկարողանաք հարմարվել նոր կանոններին, գուցե ավելի լավ է այլ աշխատանք փնտրեք։ Համոզված եմ, որ ձեր տարիքում այսքան տարի նույն տեղում աշխատելուց հետո հեշտ չի լինի այլ տեղում նորից սկսել, այնպես չէ՞։ Սպառնալիքը պարզ էր։ Մարինեն 52 տարեկան էր, առանց շատ տարբերակների աշխատաշուկայում, առանց մոտ հարազատների երանում։ Այդ տունն այն ամենն էր, ինչ նա ուներ։ Բայց մինույն ժամանակ չէր կարողանում ընդունել այն, ինչ կատարվում էր տիկին Հեղինեի հետ։ Այն կինը, ով միշտ նրան արժանապատվությամբ հարգանքով էր վերաբերվել, աչքի առաջ թոշնում էր, կորցնում քաշը, կորցնում փայլը, դառնում իր երբեմնի ես-ի ստվերը։ Ռաֆայելը կարծես ամբողջովին անտեղյակ էր այս ամենից։ Օրերն անցկացնում էր գործերի մեջ խորասուզված, անընդհատ մեկնում էր այլ քաղաքներ, հանդիպումների, իսկ երբ տանն էր, աչքեր ուներ միայն Վերժինեի համար։ Նա հստակ գիտեր, թե ինչպես նրան հմայված պահել, միշտ քնքուշ խոսքերով, միշտ ուշադիր, միշտ հասանելի։
Տղամարդն այնքան տարված էր, որ նույնիսկ չէր նկատում մոր բացակայությունը ընտանեկան ճաշերին, չէր նկատում, որ տիկին Հեղինեն հազիվ էր դուրս գալիս երրորդ հարկի սենյակից, չէր տեսնում, թե ինչպես էր առանձնատունը լիովին կորցրել այն տնային ջերմությունը, որ միշտ ունեցել էր։ Անահիտը, մյուս կողմից, գնալով ավելի էր անհանգստանում։ Նա ապրում էր մոտակա բնակարանում դստեր Սոֆյայի հետ, նրա այցելությունները առանձնատուն դարձել էին լարված։ Վերժինեն միշտ պատրվակներ էր գտնում, որ նա չբարձրանա մոր սենյակ, պնդում էր, որ տիկին Հեղինեն հանգստանում է, որ չի ուզում, որ իրեն անհանգստացնեն, որ բժիշկը խորհուրդ է տվել քիչ շփում նրա փխրուն առողջությունը պահպանելու համար։ Անահիտը մի քանի անգամ փորձեց խոսել Ռաֆայելի հետ, բայց նա միշտ պաշտպանում էր կնոջը, ասելով, որ նա պարզապես լավ է խնամում սկեսրոջը, որ լավագույն մտադրություններն ունի։ Ապրիլյան մի անձրոտ օր Մարինեն մաքրում էր երկրորդ հարկի աշխատասենյակը, երբ գտավ մի բան, որը ստիպեց սրտին արագ բաբախել։ Դա փաստաթղթերի մի թղթապանակ էր, որը վատ էր թաքցրված մի գզրոցում, որը պետք է կողպված լիներ։ Նա շուրջը նայեց, համոզվելով, որ մենակ է, զգուշորեն բացեց այն։ Դրանք իրավաբանական թղթեր էին, պայմանագրեր, գույքի փոխանցումներ։ Եվ բոլորի վրա Ռաֆայելի ստորագրությունն էր, վերջին շաբաթների ամսաթվերով։ Փաստաթղթերը ցույց էին տալիս, որ ընտանիքի գրեթե ողջ կարողությունը աստիճանաբար փոխանցվում էր Վերժինեի անունով։ Ընկերությունների բաժնետոմսեր, անշարժ գույք, բանկային հաշիվներ։ Ամեն ինչ կենտրոնանում էր նրա ձեռքում, հարկային վերակազմակերպման ժառանգության պլանավորման պատրվակով։ Ռաֆայելը ստորագրել էր ամեն ինչ, հավանաբար համոզված այն փաստարկներով, որոնք Վերժինեն գիտեր վարպետորեն հյուսել։ Մարինեի մեջքով սարսուռ անցավ։ Սա պարզապես տնային վերահսկողություն չէր։ Սա մանրակրկիտ մշակված ծրագիր էր, Ալավերդյանների ընտանիքից ամեն ինչ խլելու համար։ Եվ տիկին Հեղինեն միակ մարդը, ով կարող էր օրինականորեն վիճարկել այդ փոխանցումները որպես ուղղակի ժառանգ, պահվում էր մեկուսացված, թուլացած, հեռու ցանկացած արձագանքման հնարավորությունից։ Այդ նույն գիշեր Մարինեն որոշեց, որ պետք է գործի։ Սպասեց, մինչ բոլորը քնեն, լուռ բարձրացավ տիկին Հեղինեի սենյակ։ Տան տիրուհին Արթուն էր, նստած խեղդող սենյակի միակ բազկաթոռին, փոքրիկ պատուհանից նայում էր երանյան գիշերին։ Երբ տեսավ Մարինեին ներս մտնելիս, աչքերը լցվեցին արցունքներով։ Գիտեմ, թե ինչ ես եկել ասելու, սիրելիս։ Ես կույր չեմ։ Տեսնում եմ, թե ինչ է կատարվում։ Բայց ինչ կարող եմ անել։ Որդիս ամբողջովին կախարդված է այդ կնոջով։ Եթե նրա դեմ որե բան ասեմ, նա միայն ավելի կհեռանա ինձնից։ Ես արդեն գրեթե անտեսանելի եմ այս տանը, որը կառուցել եմ այսքան սիրով։ Մարինեն ծնկի իջավ բազկաթոռի կողքին, բռնելով տան տիրուհու կնճռոտ ու սառը ձեռքերը։ Տիկին Հեղինե, ես այսօր փաստաթղթեր եմ գտել։ Լուրջ բաներ։ Նա ոչ միայն ձեզ է հեռացնում այս տնից, այլ ամեն ինչ խլում է ընտանիքից։ Ռաֆայելը թղթեր է ստորագրում, նույնիսկ չհասկանալով, թե ինչ է անում։ Եվ կարծում եմ, նա դրանով չի սահմանափակվի։ Երկու կանայք իրար նայեցին փոխադարձ հասկացողությամբ լի լռության մեջ։ Տիկին Հեղինեն խորը շունչ քաշեց, նրա հոգնած աչքերում ծնվեց հաշտվողականության վճռականության խառնուրդ։ Պետք է, որ դու ինձ օգնես, Մարինե։ Պետք է ապացույցներ հավաքեմ, թե ինչ է կատարվում։ Չեմ կարող թույլ տալ, որ այդ կինը կործանի այն ամենը, ինչ իմ հանգուցյալ ամուսինը կառուցել է իր կյանքում։ Չեմ կարող թույլ տալ, որ Ռաֆայելը կորցնի ամեն ինչ կույր սիրո պատճառով։ Մարինեն գլխով արեց, զգալով իր վրա վերցրած պատասխանատվության ծանրությունը։ Գիտեր, որ մտնում է վտանգավոր տարածք, որ Վերժինեն մանիպուլյատոր էր, հավանաբար վտանգավոր, երբ նրան հակառակվում էին։ Բայց չէր կարող պարզապես կանգնել ու դիտել, թե ինչպես է իր սիրելի ընտանիքը կործանվում աչքի առաջ։ Այդ պահից սկսած Մարինեն սկսեց ամեն ինչին շատ ավելի ուշադիր հետել։ Նկատեց, որ Վերժինեն երկար ժամեր էր անցկացնում հեռախոսով, երբ Ռաֆայելը տանը չէր, միշտ փակված աշխատասենյակում կամ ննջասենյակում։ Խոսում էր ցածրաձայն, բայց երբեմն ձայնը բարձրանում էր զայրույթի կամ հուզմունքի տոնով։ Մարինեն սկսեց ուշադրություն դարձնել այդ հեռախոսազանգերի ժամերին, այն օրերին, երբ դրանք ավելի հաճախ էին լինում։ Նա սկսեց լուսանկարել փաստաթղթերը, երբ հնարավորություն էր ունենում։ Օգտագործում էր հին բջջայինը, որը Սոֆյան նվիրել էր նրան Սուրբ Ծննդին, դժվարությամբ սովորելով, թե ինչպես պարզ լուսանկարներ անել թղթերից։ Յուրաքանչյուր գտած փաստաթուղթ ավելի տագնապալի էր, քան նախորդը։
Կային օֆշորային գոտիներում բանկային հաշիվների գրանցումներ, ժառանգության հարցերով մասնագիտացած փաստաբանների հետ նամակագրություններ, նույնիսկ կտակների սագրեր, որոնք բացառապես Վերժինեին էին ձեռնտու։ Այդ գիշերային խոսակցությունից 2 շաբաթ անց տեղի ունեցավ մի բան, որը հաստատեց բոլոր կասկածները։ Սոֆյան, 6-ամյա փոքրիկ թոռնուհին, վազելով եկավ խոհանոց, որտեղ Մարինեն ընթրիք էր պատրաստում։ Աղջիկը վախեցած էր, աչքերը լայն բացված, ձայնը դողում էր։ Մարինե մորաքույր, Վերժինե մորաքույրը հեռախոսով խոսում էր, ես տարօրինակ բաներ լսեցի։ Նա խոսում էր Հեղինե տատիկի Ռուբեն անունով մի մարդու մասին։ Ասում էր, որ շուտով ամեն ինչ պատրաստ կլինի, որ տատիկն այլս չի խանգարի։ Մարինեի ստամոքսը սեղմվեց։ Նա ծնկի իջավ աղջկա բարձրությանը, նրբորեն բռնելով նրա ուսերը։ Սոֆյա, սիրելիս, սա շատ կարևոր է։ Կարող ես ինձ պատմել, թե կոնկրետ ինչ լսեցիր։ Ամեն բառ, որ հիշում ես։ Աղջիկը երեխաներին բնորոշ սուր հիշողությամբ կրկնեց գրադարանի դռան հետում թաքնված լսած խոսակցության ամբողջական հատվածներ։ Վերժինեն ինչ-որ մեկի հետ խոսում էր ժամկետների մասին, փաստաթղթերի մասին, որոնք պետք է ստորագրվեին, քանի դեռ ուշ չէ, մի ուղղորության մասին, որ Ռաֆայելը շուտով պետք է կատարեր, որ դա կլիներ կախված հարցերը լուծելու կատարյալ հնարավորությունը։ Եվ նշեց մի բան այն մասին, որ տիկին Հեղինեն պետք է վերջնականապես հեռանա այդ տնից, այս կամ այն կերպ։ Մարինեն սարսուռ զգաց։ Պետք էր արագ գործել։ Բայց գիտեր, որ մենակ չի կարող դա անել։ Դաշնակիցների կարիք ուներ, մարդկանց, ովքեր կհավատային իրեն, ուժ կունենային դիմակայելու Վերժինեին։ Անահիտը ակնհայտ ընտրություն էր։ Ալավերդյանների կրտսեր դուստրը միշտ խորաթափանց ու խիզախ էր եղել, գնալով ավելի էր կասկածում Հարսի մտադրություններին։ Այդ նույն օրը Մարինեն զանգահարեց Անահիտին, օգտագործելով խոհանոցի քաղաքային հեռախոսը, այն սակավաթիվ վայրերից մեկը, որտեղ դեռ որոշակի գաղտնիություն ուներ։ Նրանք պայմանավորվեցին զուսպ հանդիպման մասին առանձնատնից մի քանի թաղամաս հեռու գտնվող սրճարանում, հեռու հետաքրքրասեր աչքերից։ Անահիտը ժամանեց ճիշտ ժամանակին, հագնված պարզ, նրա շագանակագույն մազերը հավաքված էին պոչիկով։ Նա հազիվ սպասեց, որ Մարինեն նստի, նախքան հարցերը տեղալը։ Ինչ է կատարվում, Մարինե։ Ես խելագարվում եմ։ Զգում եմ, որ այդ տանը շատ վատ բան է տեղի ունենում, բայց Ռաֆայելն ինձ վերաբերվում է այնպես, կարծես ես պարանոիկ եմ։ Ասում է, որ ես խանդում եմ Վերժինեին, որ չեմ ընդունում, որ նա երջանիկ է։ Մարինեն խորը շունչ քաշեց, սկսեց պատմել ամեն ինչ։ Գտած փաստաթղթերը, լսած խոսակցությունները, տիկին Հեղինեի աստիճանական մեկուսացումը, տան առօրյայի տարօրինակ փոփոխությունները, Վերժինեի խորհրդավոր հեռախոսազանգերը, այն, ինչ լսել էր Սոֆյան։ Անահիտը լսում էր գնալով լայնացող աչքերով, նրա սուրճի բաժակը սառչում էր սեղանին, առանց նրա մի կում անգամ խմելու։ Մենք պետք է գործենք, Մարինե։ Բայց պետք է խելացի լինենք։ Վերժինեն խելացի է, մանիպուլյատոր։ Եթե նրան ուղղակիորեն դիմակայենք առանց հիմնավոր ապացույցների, նա ամեն ինչ մեր դեմ կշրջի, կհամոզի Ռաֆայելին, որ մենք ենք չարագործները։ Մենք պետք է հավաքենք անհերքելի ապացույցներ։ Եվ ամենից առաջ պետք է պաշտպանենք մորս։ Երկու կանայք հենց այնտեղ մշակեցին մի ծրագիր, շշնջալով սուրճի բաժակների վրայով մտնող երանյան երեկոյան։ Անահիտը կօգտագործեր իր կապերը, հետաքննելու Վերժինեի անցյալը, պարզելու, թե իրականում որտեղից է նա եկել, ով է եղել մինչ Ռաֆայելի կյանքում հայտնվելը։ Մարինեն կշարունակեր փաստագրել այն ամենը, ինչ տեղի էր ունենում առանձնատան ներսում, հավաքելով ֆիզիկական ապացույցներ, որոնք կարող էին ներկայացվել, երբ պահը գար։ Բայց ամենից առաջ, նրանք պետք է ապահովեին տիկին Հեղինեի անվտանգությունը։ Տան տիրուհին գնալով ավելի էր թուլանում, օդում հրատապության աճող զգացում կար, կարծես ինչ-որ վերջնական բան պետք է տեղի ունենար։ Այդ հանդիպումից 3 օր անց Ռաֆայելը հայտարարեց, որ գործուղման է մեկնում Գյումրի։ Նա մեկ շաբաթով բացակայելու էր, լուծելով ընտանիքի ընկերություններից մեկի ընդլայնման հետ կապված հարցեր։ Վերժինեն նրան ճանապարհեց համբույրներով, գրկախառնություններով առանձնատան դռան մոտ, կատարյալ ժպիտով թափահարելով, մինչ մեքենան հեռանում էր ծառապատ ծառուղով։ Հենց որ մեքենան անհետացավ տեսադաշտից, Վերժինեի ժպիտն անհետացավ, կարծես երբեք էլ չէր եղել։ Նա կտրուկ շրջվեց, մտավ տուն, նրա կրունկները ուժգին թխկում էին փայտե հատակին։ Մարինեն, որ զուսպ դիտում էր խոհանոցի պատուհանից, սարսուռ զգաց։ Գիտեր, որ ինչ-որ բան պետք է տեղի ունենար։ Այդ նույն գիշեր նա լսեց, թե ինչպես է Վերժինեն զանգահարում աշխատասենյակից։
Մարինեն լուռ բարձրացավ աստիճաններով, կանգնելով կիսաբաց դռան մոտ։ Վերժինեի ձայնը տարբեր էր, առանց այն քաղցր ու քնքուշ տոնի, որն օգտագործում էր Ռաֆայելի հետ։ Այն կտրուկ էր, իշխող, անհամբեր։ Ռուբեն, պետք է ամեն ինչ արագացնենք։ Ռաֆայելը ամբողջ շաբաթ բացակայելու է։ Սա մեր հնարավորությունն է։ Ես արդեն գրեթե բոլոր փաստաթղթերը ստորագրված ունեմ։ Մնում է միայն լուծել պարավի հարցը։ Գտել եմ կատարյալ վայր, մի զուսպ հաստատություն, որտեղ ոչ ոք հարցեր չի տա։ Երբ նա այստեղից դուրս գա, այլս հետդարձ չի լինի։ Առանց նրա, ես կարող եմ ավարտին հասցնել վերջին փոխանցումները, 6 ամսից մենք ազատ ենք։ Հարուստ ազատ, սիրելիս։ Մարինեն ստիպված էր բռնվել դռան շրջանակից, որ չսայթաքի։ Ուրեմն ճիշտ էր։ Կար հանցակից մեկը, ում հետ Վերժինեն կիսում էր ոչ միայն ծրագրերը, այլ մի մտերմություն, որն ամբողջովին դավաճանում էր Ռաֆայելին։ Եվ նրանք ծրագրում էին հեռացնել տիկին Հեղինեին տնից, հավանաբար մի տեղ, որտեղ նա կլիներ լիովին մեկուսացված անձայն։ Սպասուհին հնարավորինս լուռ իջավ աստիճաններով գնաց ուղիղ երրորդ հարկի սենյակ։ Տիկին Հեղինեն դեռ արթուն էր, նրա աչքերը ցույց էին տալիս, որ նա նույնպես զգում էր լարվածությունը օդում։ Երբ Մարինեն պատմեց, թե ինչ է լսել, տան տիրուհին երկար պահ փակեց աչքերը, խորը շունչ քաշելով։ Նա ինձ այստեղից տանելու է, այնպես չէ՞։ Ինձ դնելու է մի տեղ, որտեղ չեմ կարողանա խոսել Ռաֆայելի հետ, չեմ կարողանա ոչ ոքի պատմել, թե ինչ է կատարվում։ Եվ երբ ես հեռանամ, նա կավարտի մեր ունեցած ամեն ինչի գողությունը։ Մարինեն բռնեց այն կնոջ ձեռքերը, ում սիրում էր մոր պես։ Ես թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա, տիկին Հեղինե։ Երդվում եմ իմ կյանքով, որ թույլ չեմ տա։ Անահիտը հետաքննություն է անցկացնում։ Սոֆյան օգնում է մեզ բաներ պարզել։ Մենք մի ճանապարհ կգտնենք, բացելու Ռաֆայելի աչքերը, քանի դեռ ուշ չէ։ Բայց երկուսն էլ գիտեին, որ ժամանակը սպառվում է։ Վերժինեն արագացրել էր իր ծրագրերը, հիմա, երբ Ռաֆայելը քաղաքից դուրս էր, ոչինչ նրան չէր խանգարում գործել։ Այգեստանի առանձնատունը, որը մի ժամանակ հյուրընկալության ընտանեկան սիրո խորհրդանիշ էր, դարձել էր լուռ մարտադաշտ, որտեղ մղվում էր պատերազմ մի ամբողջ դինաստիայի ապագայի համար։ Եվ Մարինեն, հավատարիմ սպասուհին, որը 20 տարի իր կյանքից նվիրել էր այդ ընտանիքին, այժմ գտնվում էր այդ ճակատամարտի առաջնագծում, իր ուսերին կրելով ոչ միայն տիկին Հեղինեին, այլ Ալավերդյանների ողջ ժառանգությունը պաշտպանելու ծանրությունը մի կնոջից, որը չէր վարանի ոչնչացնել ամեն ինչ բոլորին, իր ուզածին հասնելու համար։ Այդ գիշեր անձրը նորից սկսեց տեղալ երանի վրա, թմբկահարելով առանձնատան հին պատուհանները։ Մարինեն մինչ ուշ գիշեր արթուն մնաց, նստած մութ խոհանոցում, դիտելով, թե ինչպես են ստվերները պարում պատերին։ Գիտեր, որ հաջորդ օրերը վճռորոշ են լինելու։ Կամ կկարողանային ժամանակին բացահայտել Վերժինեին, կամ կկորցնեին ամեն ինչ։ Հաջորդ առավոտը եկավ երանյան աշնանը բնորոշ մոխրագույն երկնքով։ Մարինեն արթնացավ վաղ, ինչպես միշտ, բայց այս անգամ մարմինը կարծես ավելի ծանր էր։ Հազիվ էր քնել, տանջվելով մտքերից, թե ինչ էր Վերժինեն ծրագրում անել տիկին Հեղինեի հետ։ Մինչ լուր խոհանոցում սուրճ էր պատրաստում, մատները թեթակի դողում էին, բռնելով իտալական սրճեփը, որը տասնամյակներ շարունակ ընտանիքում էր։ Հեռախոսը զանգեց առավոտյան 8-ին։ Անահիտն էր, ձայնը լարված, բայց զուսպ։ Մարինե, պետք է, որ գաս իմ բնակարան։ Մի քանի բան եմ պարզել, որ դու պետք է անձամբ տեսնես։ Կարող ես մի պատրվակ հորինել դուրս գալու համար։ Ասա, որ գնում ես շուկա կամ դեղատուն։ Մարինեն անմիջապես համաձայնեց։ Բարձրացավ տիկին Հեղինեի սենյակ, նրան զգուշացնելու, գտնելով տան տիրուհուն մահճակալի եզրին նստած, հագին խունացած խալաթ, որն այլս չուներ նրա երբեմնի հագուստների նրբագեղությունը։ Կինը կարծես 10 տարով ծերացել էր մի քանի ամսում, նրա սպիտակ մազերը խառնված էին, խորս շրջանակները նշմարվում էին դեմքին, որը նախկինում կենսունակություն էր ճառագում։ Գնում եմ Անահիտի հետ հանդիպման։ Նա կարևոր բան է պարզել։ Հանգիստ եղիր, շուտ կվերադառնամ, լավ։ Տիկին Հեղինեն զարմանալի ուժով բռնեց Մարինեի ձեռքը։ Զգույշ եղիր, սիրելիս։ Այդ կինը վտանգավոր է։ Դա զգում եմ իմ ներսում։ Եթե նա իմանա, որ դուք հետաքննություն եք անցկացնում, չգիտեմ, թե ինչի ընդունակ կլինի։ Մարինեն գլխով արեց, սեղմելով կնճռոտ ձեռքը։ Հետո իջավ աստիճաններով, փորձելով աղմուկ չանել։
Վերժինեն դեռ իր սենյակում էր, հավանաբար հեռախոսով խոսում էր այն Ռուբենի հետ, ծրագրելով իր չարագործ ծրագրի հաջորդ քայլերը։ Սպասուհին վերցրեց պայուսակը, դուրս եկավ հետի դռնով, արագ քայլեց թաղամասի ծառապատ փողոցներով, մինչ նստեց ավտոբուս, որը նրան կտաներ դեպի Անահիտի բնակարանը կենտրոնում։ Անահիտի բնակարանը ժամանակակից էր ու հարմարավետ, զարդարված լավ ճաշակով լի Սոֆիայի լուսանկարներով, շրջանակների մեջ դրված ամենուր։ Երբ Մարինեն ներս մտավ, գտավ Ալավերդյանների դստերը հյուրասենյակի սեղանի մոտ նստած, շրջապատված թղթերով, համացանցի էջերի տպագրություններով, բաց նոթբուքով, որի վրա մի քանի էջեր էին բացված։ Նստիր այստեղ, Մարինե։ Այն, ինչ պարզել եմ, շատ ավելի վատ է, քան մենք պատկերացնում էինք։ Անահիտը սկսեց ցույց տալ իր հետաքննության արդյունքները։ Նա վարձել էր մասնավոր խուզարկու, մի զուսպ մասնագետ, որին խորհուրդ էր տվել մի փաստաբան ընկերուհի։ Տղամարդը քրքրել էր Վերժինեի անցյալը, տագնապալի տեղեկություններ էր պարզել։ Ռաֆայելի երիտասարդ կինն այն չէր, ով ներկայանում էր։ Նրա իսկական անունը նույնիսկ Վերժինե չէր։ Նա փոխել էր իր ինքնությունը 3 տարի առաջ, ամբողջովին ջնջելով իր նախկին կյանքի ցանկացած հետք։ Դրանից առաջ նրա անունը Վարդուհի Կարապետյան էր, նա մեծացել էր Երանից ոչ հեռու գտնվող մի փոքր քաղաքում։ Բայց ամենաանհանգստացնողն այն էր, որ նա պատմություն ուներ ավելի մեծ ֆինանսապես ապահովված տղամարդկանց հետ հարաբերություններ սկսելու։ Կային առնվազն 2 նախորդ հարաբերությունների գրանցումներ, որոնք ավարտվել էին կասկածելի կերպով, տղամարդիկ կորցրել էին մեծ գումարներ ունեցվածք մինչ բաժանումը։ Դեպքերից մեկում պարզվել էր, տղամարդը գրեթե կորցրել էր իր ընտանեկան ընկերությունը, ստորագրելով մի շարք փաստաթղթեր, որոնք փոխանցում էին գույք բաժնետոմսեր։ Նա ամեն ինչ չկորցրեց միայն այն պատճառով, որ նրա քույրը, փաստաբանը, ժամանակին նկատել էր խարդախությունը, կարողացել էր դատական կարգով չեղարկել գործարքներից մի քանիսը։ Բայց հուզական վնասը կործանարար էր։ Տղամարդը երբեք լիովին չապաքինվեց դավաճանությունից։ Մարինեն լսում էր սեղմված սրտով, բայց ամենավատը դեռ առջում էր։ Անահիտը բացեց տպագրված լուսանկարներով մի թղթապանակ։ Դրանք Վերժինեի նկարներն էին մեկ այլ տղամարդու հետ, ակնհայտորեն մտերմիկ իրավիճակներում։ Լուսանկարներն արվել էին վերջին շաբաթներին, մինչ նա ամուսնացած էր Ռաֆայելի հետ։ Լուսանկարների տղամարդը թխահեր էր, բարձրահասակ, էլեգանտ տեսքով, բայց աչքերում մի բան կար, որ վտանգ էր հաղորդում։ Սա Ռուբեն Ֆերեյանն է։ Խուզարկուն կարողացել է նրան ճանաչել։ Նա ունի Վերժինեից էլ ավելի մութ անցյալ։ Կան ֆինանսական խարդախությունների, ծիրային խարդախությունների մեջ ներգրավված լինելու գրանցումներ, նույնիսկ մեղադրանքներ, որոնք երբեք առաջ չեն գնացել ապացույցների բացակայության պատճառով։ Նա Վերժինեն զույգ են, Մարինե։ Նրանք դա միասին են անում։ Ընտրում են հարուստ, հուզականորեն խոցելի տղամարդկանց համակարգված կերպով կործանում են նրանց։ Մարինեն սրտխառնոց զգաց։ Ռաֆայելը, բարի ազնիվ տղամարդը, ում նա տեսել էր մեծանալիս, երբ նա ընդամենը ուսմանը նվիրված մի երիտասարդ էր, մանիպուլյացիայի էր ենթարկվում 2 պրոֆեսիոնալ հանցագործների կողմից։ Եվ տիկին Հեղինեն, կինը, որն իր ամբողջ կյանքը նվիրել էր այդ ընտանիքին, օգտագործվում էր որպես խոչընդոտ, որը պետք էր հեռացնել, որպեսզի ծրագիրը կատարյալ աշխատեր։ Ավելին կա, ասաց Անահիտը, ձայնը թեթակի կոտրվելով։ Խուզարկում պարզել է, որ նրանք արդեն միջազգային ուղղորություն են ծրագրում։ Տոմսեր են գնել դեպի Կայմանյան կղզիներ, կեղծ ընկերությունների անունով։ Մտադիր են փախչել երկրից, հենց որ կարողանան փոխանցել ընտանիքի ողջ գումարը։ Եվ ըստ այն ժամանակացույցի, որ խուզարկում գտել է, դա պետք է տեղի ունենա առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ 2 կանայք իրար նայեցին, կիսելով նույն սարսափելի միտքը։ Պետք էր անհապաղ գործել։ Այլս ժամանակ չկար դանդաղ ապացույցներ հավաքելու։ Վերժինեն Ռուբենը արագացնում էին իրենց ծրագրերը, եթե նրանց հաջողվեր հեռացնել տիկին Հեղինեին առանձնատնից ավարտին հասցնել վերջին ֆինանսական փոխանցումները, մինչ Ռաֆայելը վերադառնար ուղղորությունից, արդեն ուշ կլիներ։ Ես կդիմակայեմ եղբորս, հենց որ նա վերադառնա, վճռականորեն ասաց Անահիտը։ Ես ցույց կտամ այս բոլոր ապացույցները, կստիպեմ նրան բացել աչքերը, նույնիսկ եթե նա չուզենա։ Բայց մենք պետք է ապահովենք, որ մայրս մինչ այդ անվտանգ լինի։ Չենք կարող թույլ տալ, որ Վերժինեն նրան որը տեղ տանի։ Մարինեն համաձայնեց, բայց երկուսն էլ գիտեին, որ դա դժվար կլինի։
Վերժինեն լիակատար վերահսկողություն ուներ առանձնատան վրա, Ռաֆայելը, ամբողջովին կուրացած մանիպուլյացված սիրով, նրան իրավական լիազորություններ էր տվել մի շարք կենցաղային որոշումների, այդ թվում տիկին Հեղինեի առողջության խնամքի վերաբերյալ։ Եթե Վերժինեն որոշեր, որ սկեսուրը մասնագիտացված խնամքի կարիք ունի հաստատությունում, տեխնիկապես նա իրավասու էր այդ որոշումը կայացնելու։ Մի միտք ունեմ, ասաց Մարինեն մի պահ մտածելուց հետո։ Ես տանը թաքնված տեսախցիկներ կտեղադրեմ։ Փոքր, այնպիսիներից, որոնք միանում են բջջայինին։ Սոֆյան մի անգամ ինձ ցույց է տվել, թե ինչպես են դրանք աշխատում։ Եթե կարողանանք ձայնագրել Վերժինեին իր ծրագրերի մասին խոսելիս կամ ավելի լավ այդ Ռուբենի հետ հանդիպելիս, մենք վերջնական ապացույցներ կունենանք։ Անահիտը գլխով արեց, արդեն վերցնելով բջջայինը սարքավորումները պատվիրելու համար։ Հիանալի է։ Ես այսօր կգնեմ տեսախցիկները կբերեմ քեզ։ Բայց Մարինե, դու պետք է շատ զգույշ լինես։ Եթե Վերժինեն իմանա, թե ինչ ես անում, կարող է վտանգավոր լինել։ Այդ կինը չի վարանի քեզ վնասել, եթե իրեն սպառնալիք զգա։ Մարինեն վերադարձավ առանձնատուն, շուկայից տոպրակներ տանելով որպես ալիբի։ Երբ հետի դռնով ներս մտավ, գտավ Վերժինեին խոհանոցում, ինչը անսովոր էր, քանի որ նա հազվադեպ էր լինում այդ տարածքում։ Ռաֆայելի կինը հենվել էր սեղանին, ձեռքերը խաչած, սառը արտահայտությամբ իր սովորաբար հրեշտակային դեմքին։ Բավականին երկար մնացիք շուկայում, այնպես չէ, Մարինե։ Անհանգստացա։ Ի վերջո, դուք այլս այնքան էլ երիտասարդ չեք։ Կարող էր փողոցում ինչ-որ բան պատահել։ Տոնը քաղաքավարի էր, բայց խոսքերում թաքնված սպառնալիք կար։ Մարինեն ստիպեց իրեն ժպտալ, ցույց տալով տոպրակները։ Մի քանի տեղ գնացի, փնտրելով այն թխվածքաբլիթները, որոնք տիկին Հեղինեն սիրում է։ Գիտեք, նա այնքան թուլացել է, մտածեցի, որ մի փոքր հաճույք կարող է նրան ուրախացնել։ Վերժինեն իջավ սեղանից, դանդաղ քայլելով դեպի Մարինեն չափված քայլերով։ Ինչքան քաղցր է ձեր կողմից։ Բայց պետք է մի բան հասկանաք։ Իմ սկեսրոջ ինչ ուտելու կամ չուտելու մասին որոշումները իմն են։ Ռաֆայելն ինձ լիակատար իրավասություն է տվել նրա խնամքի հարցում։ Այնպես որ հաջորդ անգամ, նախքան ինչ-որ բան գնելը, նախ հարցրեք։ Պայմանավորվեցինք։ Մարինեն պարզապես գլխով արեց, զգալով, թե ինչպես է սիրտը արագանում։ Վերժինեն շարունակեց նայել նրանց մի քանի վայրկյան, նախքան շրջվելն ու խոհանոցից դուրս գալը, նրա կրունկները արձագանքում էին միջանցքում։ Սպասուհին սպասեց, մինչ համոզվեց, որ մենակ է, որպեսզի արտաշնչի պահած օդը։ Իրավիճակը գնալով ավելի էր լարվում։ Այդ օրը Սոֆյան եկավ այցելության։ Աղջիկը եկել էր մոր հետ, որը մի պատրվակ էր հորինել, թե դուստրը տատիկի տանը խաղալիք է մոռացել։ Մինչ Անահիտը շեղում էր Վերժինեին դեկորի մասին պարտադրված խոսակցությամբ, Սոֆյան վազեց խոհանոց, որտեղ Մարինեն նրան սպասում էր։ Աղջիկը բերել էր փոքրիկ տոպրակ, մանր տեսախցիկներով, որոնք Անահիտը գնել էր։ Մարինե մորաքույր, մայրիկս ասաց, որ սա կօգնի պաշտպանել տատիկին։ Նա ինձ բացատրեց, թե որտեղ պետք է դնես յուրաքանչյուրը։ Ուզում ես սովորեցնեմ։ Մարինեն ժպտաց, հուզված այս փոքրիկ, բայց իրավիճակի լրջությունն արդեն գիտակցող երեխայի խիզախությունից։ Նրանք երկուսով հաջորդ րոպեներն անցկացրին ուսումնասիրելով սարքերը Սոֆյան իր մանկական, բայց զարմանալիորեն պարզ ձայնով բացատրում էր, թե ինչպես դրանք ակտիվացնել, ինչպես միացնել Մարինեի բջջայինին, ինչպես ստուգել ձայնագրությունները։ Անահիտի Սոֆյայի գնալուց հետո Մարինեն սպասեց գիշերվան, որպեսզի տեղադրի տեսախցիկները։ Մեկը դրեց աշխատասենյակ տանող միջանցքում, մյուսը հենց աշխատասենյակում թաքցրած դեկորատիվ ծաղկամանի հետում, երրորդը հյուրասենյակում, որտեղ Վերժինեն սովորաբար հեռախոսազանգեր էր անում։ Վերջինը մնաց տիկին Հեղինեի սենյակի մոտի միջանցքում, այդ տարածքում ցանկացած կասկածելի շարժում գրանցելու համար։ Հաջորդ երկու օրերը լարված հսկողության օրեր էին։ Մարինեն ստուգում էր ձայնագրությունները, երբ հնարավորություն էր ունենում, օգտագործելով բջջայինը, թաքնված իր փոքրիկ սպասուհու սենյակում։ Պատկերները հիմնականում ցույց էին տալիս առօրյա տեսարաններ, բայց երկրորդ գիշերը մի կարևոր բան գրանցվեց։ Վերժինեն աշխատասենյակում հեռախոսով խոսում էր Ռուբենի հետ։ Այս անգամ խոսակցությունն ավելի բացահայտող էր, քան նախորդները։ Նա խոսում էր կոնկրետ փաստաթղթերի մասին, որոնք դեռ պետք է ստորագրվեին, այն մասին, թե ինչպես էր աստիճանաբար համոզում Ռաֆայելին ստորագրել ամեն ինչ, առանց նրա փոխանցումների իրական մասշտաբը հասկանալու։
Նշեց, որ արդեն կեղծել է որոշ ստորագրություններ պակաս կարևոր փաստաթղթերի վրա, վստահ է, որ անհրաժեշտության դեպքում կարող է նույնն անել վերջնական թղթերի հետ։ Բայց ամենացնցողն այն էր, երբ նա ասաց, որ կապվել է մի մասնավոր կլինիկայի հետ, որը համաձայնել է ընդունել տարեց մարդկանց, կանխավճարի քիչ հարցերի դիմաց։ Ծրագիրն էր տիկին Հեղինեին այնտեղ տանել այն պատրվակով, որ նա մասնագիտացված բժշկական խնամքի կարիք ունի։ Հոսպիտալացվելուց հետո հեշտ կլիներ նրան մեկուսացված պահել առանց արտաքին աշխարհի հետ կապի, մինչ նրանք կավարտեին խարդախությունը։ Սիրելիս, առավելագույնը 2 շաբաթից մենք ազատ ենք։ Պարավը լավ պահված կլինի կլինիկայում, Ռաֆայելն այնքան զբաղված կլինի, փորձելով հասկանալ, թե ինչ է պատահել ընկերություններին, որ նույնիսկ չի նկատի, որ մայրը անհետացել է, մինչ ուշ լինի։ Իսկ մենք կլինենք Կայմանյան կղզիներում, վայելելով մեր արժանի հարստությունը։ Մարինեի ձեռքերը դողացին, բռնելով բջջայինը։ Պետք է սա անմիջապես ցույց տալ Անահիտին։ Բայց նախքան որևէ բան անելը, նա քայլերի ձայն լսեց միջանցքում։ Արագ թաքցրեց հեռախոսը, ձացրեց, թե հագուստ է դասավորում, երբ Վերժինեն առանց թակելու բացեց նրա սենյակի դուռը։ Մարինե, պետք է խոսենք։ Եկեք ինձ հետ աշխատասենյակ, խնդրում եմ։ Դա խնդրանք չէր։ Հրաման էր։ Սպասուհին մեջքով սարսուռ զգաց, բայց այլ ընտրություն չուներ, քան ենթարկվել։ Նա հետեց Վերժինեին դեպի երկրորդ հարկի աշխատասենյակ, յուրաքանչյուր քայլը զգալով այնպես, կարծես թակարդի մեջ էր քայլում։ Երբ հասան, Վերժինեն փակեց դուռը նրանց հետից, նստեց կաշվե բազկաթոռին, որը նախկինում պատկանում էր ընտանիքի հանգուցյալ հորը։ Գիտեք, Մարինե, վերջերս մի քանի տարօրինակ բան եմ նկատել։ Դուք շատ զանգեր եք անում, մի քանի անգամ դուրս եք եկել, չափազանց շատ ժամանակ եք անցկացնում տիկին Հեղինեի Անահիտի հետ խոսելով։ Դա ինձ կասկածամիտ է դարձնում։ Իմ դեմ որևէ բան չեք ծրագրում, այնպես չէ՞։ Մարինեն պահպանեց իր հանգստությունը, թե սիրտը բուռն բաբախում էր։ Չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում, տիկին։ Ես պարզապես իմ գործն եմ անում, ինչպես միշտ արել եմ վերջին 20 տարիների ընթացքում։ Վերժինեն դանդաղ վեր կացավ, շրջաններ անելով Մարինեի շուրջը, ինչպես գիշատիչ, որն ուսումնասիրում է իր զոհին։ Տեսեք, ես գիտեմ, որ դուք հատուկ ջերմություն ունեք պարավի նկատմամբ։ Հասկանում եմ, իսկապես։ Բայց պետք է հասկանաք, որ ամեն ինչ փոխվել է։ Այս տունն ունի նոր կառավարում, նոր կանոններ։ Եվ ով չի հարմարվում դժվար է այստեղ մնալ։ Դա ամենաուղղակի սպառնալիքն էր, որ Վերժինեն արել էր մինչ այդ։ Մարինեն գիտեր, որ պետք է զգույշ լինի։ Լիովին հասկանում եմ, տիկին Վերժինե։ Ես պարզապես ուզում եմ խաղաղ շարունակել իմ աշխատանքը։ Վերժինեն կանգնեց նրա դիմաց, նրա կապույտ աչքերը սառույցի պես խոցում էին Մարինեի աչքերը։ Հիանալի է։ Ուրեմն եկեք հստակեցնենք։ Այսուհետ տիկին Հեղինեի հետ կապված ցանկացած բան իմ Ռաֆայելի որոշումն է։ Դուք այս պատմության մեջ ձայն չունեք։ Եթե ես որոշեմ, որ նա մասնագիտացված խնամքի կարիք ունի այստեղից դուրս, հենց այդպես էլ կլինի։ Եվ դուք ոչ մի կերպ չեք խանգարի։ Հասկանալի։ Այո, տիկին, պատասխանեց Մարինեն, աչքերը խոնարհելով ենթարկվելու ժեստով, որը չէր զգում։ Վերժինեն ժպտաց, գոհ։ Հիանալի է։ Կարող եք գնալ։ Մարինե։ Ուշադիր եղեք։ Ես այս տան ամենուր աչքեր ունեմ։ Ցանկացած սխալ քայլ, ես կիմանամ։ Մարինեն դողացող ոտքերով դուրս եկավ աշխատասենյակից։ Ուղիղ բարձրացավ տիկին Հեղինեի սենյակ, պատմեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Տան տիրուհին լուր լսեց, նրա ձեռքերը խաչված ծնկներին թեթակի դողում էին։ Նա ինձ այստեղից տանելու է, այնպես չէ՞։ Ինձ։ Փակելու է մի տեղ, որտեղ չեմ կարող գոռալ, չեմ կարող օգնություն խնդրել։ Եվ հետո կավարտի մեր ունեցած ամեն ինչի գողությունը, մինչ Ռաֆայելը գաղափար չունի, թե ինչ է կատարվում։ Ես թույլ չեմ տա, երդվեց Մարինեն, ծնկի իջնելով այն աթոռի կողքին, որտեղ նստած էր տիկին Հեղինեն։ Մենք հիմա ապացույցներ ունենք։ Տեսանյութեր, որտեղ նա խոստովանում է ամեն ինչ։ Անահիտը կխոսի Ռաֆայելի հետ, հենց որ նա վերադառնա։ Մենք պարզապես պետք է դիմանանք մի քանի օր։ Բայց տան տիրուհին կարծես հաշտվել էր, կարծես արդեն ընդունել էր իր ճակատագիրը։ Մարինե, սիրելիս, դու պետք է մի բան խոստանաս։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, եթե նրան հաջողվի ինձ տանել, դու այդ ապացույցները կտաս Անահիտին։
Թույլ մի տուր, որ այդ կինը հաղթի։ Թույլ մի տուր, որ նա կործանի այն ամենը, ինչ իմ ամուսինը կառուցել է։ Մարինեն բռնեց այն կնոջ ձեռքերը, ում սիրում էր մոր պես, արցունքները հոսում էին նրա դեմքով։ Ձեզ հետ ոչինչ չի պատահի։ Երդվում եմ, որ կպաշտպանեմ ձեզ։ Բայց հաջորդ առավոտ, երբ Մարինեն արթնացավ, նկատեց, որ իրավիճակը կտրուկ արագացել է։ Առանձնատան դիմաց կայանված էր մի մեքենա, մեծ, սպիտակ մեքենա, բժշկական տրանսպորտային ընկերության լոգոտիպով։ Վերժինեն դրան մոտ էր, խոսում էր սպիտակ խալաթներով երկու տղամարդու հետ, ժեստեր անելով, մինչ ինչ-որ բան էր բացատրում։ Մարինեն խուճապ զգաց։ Վազելով բարձրացավ աստիճաններով դեպի տիկին Հեղինեի սենյակ, բայց երբ հասավ, գտավ դուռը դրսից կողպված։ Հուսահատորեն թակեց, լսելով տան տիրուհու թույլ ձայնը մյուս կողմից։ Մարինե, դու ով ես։ Նա ինձ այստեղ փակել է։ Ասաց, որ այսօր գալու են իմ հետից։ Որ ինձ տանելու են կլինիկա։ Սպասուհին ուժով քաշեց բռնակը, բայց դուռը չէր զիջում։ Պետք էր արագ մտածել։ Վերցրեց բջջայինը, զանգահարեց Անահիտին, ձայնը դուրս էր գալիս հուսահատ շշուկով։ Նա հիմա տանում է մորդ։ Այստեղ շտապ օգնության մեքենա կա։ Պետք է արագ գաս։ Անահիտը գծի մյուս ծայրում լուռ մնաց մի պահ, որը հավերժություն թվաց։ Պահիր նրան այնտեղ։ Ցանկացած գնով։ Ես հիմա դուրս եմ գալիս Սոֆյայի հետ։ Արդեն զանգել եմ Ռաֆայելին, նա մեքենայով վերադառնում է Երան։ 3 ժամից կհասնի։ Պարզապես պետք է նրան պահես մինչ այդ։ Մարինեն իջավ աստիճաններով, կանգնելով երրորդ հարկի դռան դիմաց։ Վերժինեն բարձրացավ երկու տղամարդկանց հետ, դեմքը կեղծ անհանգստության դիմակ էր։ Մարինե։ Ինչ լավ է, որ այստեղ եք։ Կարող եք օգնել հավաքել տիկին Հեղինեի իրերը։ Մենք նրան տանում ենք մի հրաշալի կլինիկա, որտեղ շատ լավ կխնամեն նրան։ Բժիշկը մասնագիտացված խնամք է խորհուրդ տվել։ Ոչ, ասաց Մարինեն, զարմացնելով ինքն իրեն ձայնի հաստատակամությունից։ Նա ոչ մի տեղ չի գնա։ Վերժինեն մի հոնքը բարձրացրեց, նրա արտահայտությունը նրբորեն փոխվեց ավելի վտանգավոր մի բանի։ Ինչպես ասացիք։ Դուք լսեցիք։ Տիկին Հեղինեն այս տնից դուրս չի գա։ Ոչ առանց նախ Ռաֆայելի Անահիտի հետ խոսելու։ Երկու տղամարդիկ անհարմար հայացքներ փոխանակեցին, հասկանալով, որ այդ իրավիճակում ինչ-որ բան այն չէ։ Վերժինեն պահպանեց ժպիտը, բայց աչքերը մաքուր սառույց էին։ Մարինե, մի ստիպեք ինձ անել մի բան, որի համար կզղջանք։ Հեռացեք ճանապարհից։ Հիմա։ Չեմ հեռանա։ Վերժինեն մի քայլ առաջ արեց, ձայնը ցածր ու սպառնալից։ Դուք մեծ սխալ եք գործում։ Երբ Ռաֆայելն իմանա, որ դուք փորձել եք խանգարել իր մոր բժշկական խնամքին, նա ձեզ անմիջապես կազատի աշխատանքից։ Կարող է նույնիսկ դատի տալ ձեզ։ Լավ մտածեք, թե ինչ եք անում։ Մարինեն գիտեր, որ ամեն ինչով ռիսկի է դիմում։ Իր միակ եկամտի աղբյուրը, իր տունը, իր անվտանգությունը։ Բայց երբ նայեց իր հետի կողպված դռանը, որտեղ տիկին Հեղինեն փակված էր ու վախեցած, հասկացավ, որ այլ ընտրություն չունի։ Որոշ բաներ ավելի կարևոր էին, քան անձնական անվտանգությունը։ Հենց այդ պահին նա լսեց ավտոտնակում մեքենայի ժամանելու ձայնը։ Արագ քայլեր։ Արջի դռան բացվելը։ Եվ հետո Անահիտի ձայնը, որը արձագանքեց տանը։ Ոչ ոք իմ մորը ոչ մի տեղ չի տանի։ Անահիտը բարձրացավ աստիճաններով, Սոֆյան վազում էր նրա հետից, նրա վճռական աչքերը հառած էին Վերժինեին։ Ռաֆայելի կինը փորձեց վերականգնել իր հանգստությունը, նորից դնելով իր քնքուշ անհանգստության դիմակը, բայց օդում ինչ-որ բան այլ էր։ Լարվածությունը շոշափելի էր, կարծես բոլորը գիտեին, որ ճշմարտության պահը վերջապես հասել է։ Անահիտ, ինչ անակնկալ։ Չգիտեի, որ այսօր կգաս։ Հենց այն պահին, երբ փորձում եմ խնամել մեր մորը։ Բժիշկը խորհուրդ տվեց, որ նա գնա մասնագիտացված կլինիկա, գիտես, թե նրա առողջությունը վերջերս որքան փխրուն է։ Անահիտը կանգնեց հարսի դիմաց, նրա աչքերը վառվում էին մի ինտենսիվությամբ, որը Մարինեն երբեք չէր տեսել։ Կարող ես այս մարդկանց ճանապարհել, Վերժինե։ Մայրս ոչ մի կլինիկա չի գնա։ Եվ դու շատ լավ գիտես, թե ինչու։ Վերժինեն պահպանեց ժպիտը, բայց ձեռքերում գրեթե աննկատ դող կար։ Չգիտեմ, թե ինչի մասին ես խոսում։
Ես պարզապես փորձում եմ անել այն, ինչը լավագույնն է տիկին Հեղինեի համար։ Այդպես։ Ապա ինչու է նա փակված սենյակում։ Ինչու ես վարձել մի կլինիկա, որն ընդունում է հիվանդների առանց շատ հարցերի կանխավճարով։ Ինչու ես 2 շաբաթից ուղղորություն ծրագրում դեպի Կայմանյան կղզիներ։ Վերժինեի ժպիտը վերջապես անհետացավ։ Շտապօգնության 2 տղամարդիկ հասկացան, որ խառնվել են բարդ իրավիճակի մեջ, սկսեցին արագ իջնել աստիճաններով, մրմնջալով ներողություններ, թե իրենց կանչել են կեղծ տեղեկություններով։ Արջի դուռը փակվեց նրանց հետից, թողնելով միայն 4 կանանց փոքրիկ Սոֆիային 3-րդ հարկի լարված միջանցքում։ Չգիտեմ, թե ինչի մասին ես խոսում, Անահիտ։ Կարծում եմ, դու պարանոյայի նոպա ունես։ Գուցե դու ես բժշկական օգնության կարիք ունեցողը։ Մարինե, ցույց տուր տեսանյութերը, ասաց Անահիտը, աչքերը չկտրելով Վերժինեից։ Սպասուհին դողացող ձեռքերով վերցրեց իր բջջայինը, սկսեց միացնել ձայնագրությունները։ Վերժինեի ձայնը արձագանքեց միջանցքում, նրա խոսքերը խոստովանում էին տիկին Հեղինեին հեռացնելու, գույքային փոխանցումներն ավարտին հասցնելու, Ռուբենի հետ երկրից փախչելու ծրագիրը։ Ռաֆայելի կինը գունատվեց, աչքերը լայնացան, երբ հասկացավ, թե ինչ թակարդի մեջ է ընկել։ Դուք չեք կարող դա օգտագործել, կակազեց նա, նրա ողջ վստահությունը գոլորշիացավ։ Դա ձայնագրվել է առանց իմ համաձայնության։ Իրավական ուժ չունի։ Անահիտը մի քայլ առաջ արեց, ձայնը սառույցի պես սառը։ Գուցե դատարանում արժեք չունի, բայց հաստատ արժեք ունի իմ եղբոր համար։ Ի դեպ, նա մի քանի ժամից կհասնի։ Ես զանգեցի նրան, երբ ճանապարհին էր, ասացի, որ մեր մոր հետ արտակարգ իրավիճակ է։ Նա անմիջապես վերադառնում է։ Վերժինեի դեմքը աղավաղվեց խուճապից։ Մի քանի վայրկյան նա թակարդն ընկած կենդանու տեսք ուներ, շուրջը նայելով, ելք փնտրելով։ Հետո նրա արտահայտության մեջ ինչ-որ բան փոխվեց։ Խուճապը տեղի տվեց հաշվարկված սառնության։ Նա ուղղեց ուսերը, ձեռքերով շտկեց մազերը ժպտաց, բայց դա բոլորովին այլ ժպիտ էր, քան սովորաբար օգտագործում էր։ Դա մեկի ժպիտն էր, ով այլս կորցնելու ոչինչ չուներ։ Դուք կարծում եք, որ խելացի եք, այնպես չէ՞։ Հավատարիմ սպասուհին պաշտպանող քույրը դավադրություն են կազմակերպում խեղճ, չհասկացված կնոջ դեմ։ Բայց գիտեք ինչ։ Կարևոր չէ։ Կարող եք այդ տեսանյութերը ցույց տալ Ռաֆայելին։ Կարող եք պատմել այն ամենը։ Ինչ ուզում եք։ Նա այնքան սիրահարված է ինձ, որ չի հավատա ձեզ։ Կմտածի, որ դուք մոնտաժել եք ձայնագրությունները, որ խանդում եք, որ ուզում եք կործանել մեր ամուսնությունը։ Այդքան վստահ ես, հարցրեց Անահիտը, ձեռքերը խաչելով։ Բացարձակ։ Վերջին ամիսներին ես սերմեր եմ ցանել նրա գլխում։ Նուրբ մեկնաբանություններ այն մասին, թե ինչպես ես դու, Անահիտ, միշտ խանդել ես նրա հաջողությանը։ Այն մասին, թե ինչպես է Մարինեն հուզականորեն անկայուն, որ սկսել է բաներ մոռանալ, իրավիճակներ խառնել։ Այն մասին, թե ինչպես է ձեր մայրը ծերացել, այլս չի կարող վստահել իր սեփական մտքերին։ Ես մի ամբողջ պատմություն եմ կառուցել նրա մտքում։ Այնպես որ, այո, վստահ եմ, որ նա իմ կողմը կբռնի։ Մարինեի մեջքով սարսուռ անցավ։ Վերժինեի մանիպուլյացիան ավելի խորն ու համակարգված էր, քան նրանք պատկերացնում էին։ Նա ոչ միայն ֆինանսապես հուզականորեն խաբել էր Ռաֆայելին, այլ կանխարգելիչ կերպով խարխլել էր նրա մտերիմ մարդկանց ցանկացած վստահելիություն։ Դա մանրակրկիտ մշակված ծրագիր էր, որն իրականացվել էր սարսափելի սառնությամբ։ Սոֆյան, որը մինչ այդ լուռ էր մնացել, մի քայլ առաջ արեց։ Նրա մանկական ձայնը կոտրեց միջանցքի լարվածությունը։ Բայց ինչ կասես Ռուբեն քեռու հետ նկարների մասին։ Մայրիկս ինձ ցույց տվեց։ Դու ուրիշ տղամարդու ես համբուրում, մինչ ամուսնացած ես Ռաֆայել քեռու հետ։ Դա էլ է սուտ։ Վերժինեն նայեց աղջկան մի արտահայտությամբ, որը ստիպեց Մարինեին բնազդաբար Սոֆյային հետ քաշել։ Այդ պահին կնոջ աչքերում մի խորապես անհանգստացնող բան կար, մի խավար, որը նա երբեք չէր ցույց տվել։ Երեխաները չպետք է խառնվեն մեծերի գործերին, ասաց Վերժինեն ցածր ու վտանգավոր ձայնով։ Անահիտը Սոֆյային իր հետում դրեց։ Այդ տոնով մի խոսիր իմ դստեր հետ։ Իսկ նկարների մասին, այո, մենք մի քանիսն ունենք։ Դու Ռուբեն Ֆերեյանը բավականին կոմպրոմետացնող իրավիճակներում։ Ես նա ունեմ նրա անցյալը։ Խարդախությունները, նախորդ խարդախությունները։
Ես փաստաթղթեր ունեմ, որոնք ցույց են տալիս, որ դուք երկուսդ դա արել եք նախկինում այլ տղամարդկանց հետ։ Ես ամեն ինչ ունեմ, Վերժինե։ Թե պետք է քեզ անվանեմ Վարդուհի Կարապետյան։ Դա է քո իսկական անունը, այնպես չէ՞։ Առաջին անգամ Վերժինեն իսկապես ցնցված տեսք ուներ։ Նրա դեմքը կորցրեց ողջ գույնը, ձեռքերը տեսանելիորեն դողացին։ Ինչպես ես պարզել։ Կարևոր չէ, թե ինչպես։ Կարևորն այն է, որ պարզել եմ։ Եվ եղբայրս կիմանա ամեն ինչի մասին։ Վերժինեն երկար պահ լուռ մնաց, ուղեղը ակնհայտորեն աշխատում էր ելք գտնելու համար։ Հետո նա հոգոց հանեց, հենվելով միջանցքի պատին։ Նրա կեցվածքը լիովին փոխվեց։ Ուսերը թուլացան, արտահայտությունը դարձավ հոգնած, գրեթե խոցելի։ Լավ, ասաց նա մեղմ ձայնով։ Դուք հաղթեցիք։ Ես ամեն ինչ կպատմեմ։ Բայց կարող եմ գոնե ունենալ արժանապատվություն, բացատրելու իմ պատմությունը։ Որպեսզի Ռաֆայելը հասկանա, թե ինչու եմ արել այն, ինչ արել եմ։ Անահիտը վարանեց, կասկածամտորեն։ Դու կունենաս խոսելու քո հնարավորությունը, երբ եղբայրս գա։ Մինչ այդ, կմնաս այնտեղ, որտեղ ես կարող եմ քեզ տեսնել։ Հաջորդ ժամերը լարված էին։ Անահիտը բացեց տիկին Հեղինեի սենյակի դուռը, որը դուրս եկավ դողալով, բայց թեթացած։ Մարինեն նրան տարավ խոհանոց, տաք թեյ պատրաստեց մնաց նրա հետ, բռնելով ձեռքերը, մինչ սպասում էին։ Սոֆյան մնաց նրանց հետ, դպրոցական պատմություններ պատմելով, փորձելով թեթացնել օդում կախված լարվածությունը։ Վերժինեն մնաց հյուրասենյակում, Անահիտի զգոն հայացքի ներքո։ Նա կարծես հաշտվել էր, նստած բազկաթոռին, նայելով դատարկությանը, մատները նյարդայնորեն թմբկահարում էին կահույքի թին։ Ժամանակ առ ժամանակ վերցնում էր բջջայինը, կարծես զանգ էր անելու, բայց Անահիտն անմիջապես միջամտում էր։ Եթե մտածում ես զանգել Ռուբենին, զգուշացնելու, որ ծրագիրը ձախողվել է, կարող ես մոռանալ։ Քո հեռախոսն այս սենյակից դուրս չի գա։ Վերժինեն պարզապես տխուր ժպտաց։ Նրան չէի զանգելու։ Զանգելու էի մեկին, ում դու չես ճանաչում։ Մեկին, ով պետք է իմանա, որ ես ձախողվել եմ։ Երբ Ռաֆայելը վերջապես հասավ, արդեն կեսօրն անց էր։ Նա մտավ արջի դռնով, ուղղորությունից ճմրթված կոստյումով, խառնված մազերով, անհանգիստ աչքերով։ Անահիտն ասել էր միայն, որ մոր հետ արտակարգ իրավիճակ է, ուստի նա սպասում էր գտնել տիկին Հեղինեին հիվանդ կամ վիրավոր։ Չէր սպասում գտնել ողջ ընտանիքին հավաքված դատարանի մթնոլորտում։ Ինչ է կատարվում այստեղ, հարցրեց նա, շփոթված շուրջը նայելով։ Անահիտ, դու ասացիր, որ հրատապ է, որ մայրս վատ է։ Նա հիմա լավ է, հանգիստ պատասխանեց Անահիտը։ Բայց միայն այն պատճառով, որ մենք կարողացանք խանգարել, որ քո կինը նրան տանի մի մասնավոր կլինիկա, որտեղ նա կմնար մեկուսացված առանց արտաքին աշխարհի հետ կապի։ Ռաֆայելը նայեց Վերժինեին, որը շարունակում էր նստած լինել բազկաթոռին, հետո վերադարձավ քրոջը։ Ինչի՞ մասին ես խոսում։ Ինչու պետք է Վերժինեն մորս տաներ կլինիկա։ Որովհետև նրան պետք է, որ մայրս անհետանա, Ռաֆայել։ Պետք է, որ նա չկարողանա վիճարկել այն գույքային փոխանցումները, որոնք դու ստորագրում ես վերջին ամիսներին։ Փոխանցումներ, որոնք ընտանիքի գրեթե ողջ կարողությունը դնում են նրա անվան տակ։ Դա անհեթեթություն է, պայթեց Ռաֆայելը, բայց ձայնում անորոշության նոտա կար։ Վերժինեն պարզապես օգնում էր ինձ վերակազմակերպել ներդրումները։ Դա նորմալ հարկային վերակազմակերպում է։ Անահիտը վերցրեց մի թղթապանակ, որը սուրճի սեղանի վրա էր։ Ռաֆայել, նստիր այստեղ։ Պետք է մի քանի բան տեսնես։ Հաջորդ 45 րոպեների ընթացքում Անահիտը ցույց տվեց ամեն ինչ եղբորը։ Փաստաթղթերը, որոնք Մարինեն լուսանկարել էր, ձայնային տեսագրությունները, Վերժինեի անցյալը, որը բացահայտել էր մասնավոր խուզարկուն, նրա լուսանկարները Ռուբենի հետ, նախորդ խարդախությունների գրանցումները, Կայմանյան կղզիների համար գնված տոմսերը։ Յուրաքանչյուր ապացույց դանակի հարված էր Ռաֆայելի վստահությանը։ Մարինեն հեռվից դիտում էր, սիրտը կոտրվում էր, տեսնելով տղամարդու դեմքի փոփոխությունը։ Շփոթմունքը տեղի տվեց անհավատության, որը տեղի տվեց ցավի, որը վերջապես վերածվեց զայրույթի կործանման մեջ ընկած մի բանի։ Երբ Անահիտն ավարտեց ամեն ինչ ցույց տալը, Ռաֆայելը երկար րոպեներ լուռ մնաց, աչքերը հառած սեղանի վրա սփռված փաստաթղթերին։ Վերջապես, նա շրջվեց դեպի Վերժինեն։ Ճիշտ է։ Այս ամենը ճիշտ է։
Վերժինեն մի պահ նայեց նրան, Մարինեն տարօրինակ բան տեսավ նրա արտահայտության մեջ։ Կարծես իսկական արցունքներ կային նրա աչքերում։ Այնքան պարզ չէ, որքան նրանք ներկայացնում են, Ռաֆայել։ Ապա բացատրիր, ասաց նա խռպոտ ձայնով։ Բացատրիր ինձ, թե ինչպես պարզ չէ իմ ընտանիքից ամեն ինչ գողանալը։ Բացատրիր ինձ, թե ինչպես պարզ չէ ինձ դավաճանելը մեկ այլ տղամարդու հետ։ Բացատրիր ինձ, թե ինչպես պարզ չէ իմ մորը մեկուսացնելու փորձը։ Վերժինեն խորը շունչ քաշեց, սրբելով դեմքով հոսող արցունքները։ Դու ուզում ես իմանալ ճշմարտությունը։ Իսկական ճշմարտությունը։ Լավ։ Ես կպատմեմ։ Եվ հետո նա սկսեց խոսել։ Պատմեց, թե ինչպես է մեծացել մի փոքր քաղաքում, մի աղքատ ընտանիքում, որտեղ հայրը խմում էր, իսկ մայրը լքել էր նրան կրտսեր քրոջը, երբ նրանք երեխա էին։ Պատմեց, թե ինչպես 15 տարեկանում նրան մոտեցավ Ռուբենը, որն այն ժամանակ 23 տարեկան էր թվում էր։ Նրբաճաշակ ու հմայիչ։ Թե ինչպես նա գայթակղեց նրան ավելի լավ կյանքի, հարստության, ազատության խոստումներով։ Բայց Ռուբենն այն հեքիաթային արքայազնը չէր, ով ներկայանում էր։ Նա մանիպուլյատոր էր, հանցագործ, որը մշակել էր մի բարդ սխեմա։ Նա գայթակղում էր երիտասարդ խոցելի կանանց, նրանց ձավորում էր իր կատարյալ գործիքները ամուսնական խարդախությունների համար։ Եվ երբ Վերժինեն փորձեց հեռանալ, նա առանգեց նրա կրտսեր քրոջը։ Նա 10 տարի նրա հետ է, Ռաֆայել։ Իմ քույրը։ Նա ընդամենը 8 տարեկան էր, երբ նա տարավ նրան։ Նա օգտագործում է նրան որպես երաշխիք։ Ստիպում է ինձ անել այս խարդախությունները, գայթակղել հարուստ տղամարդկանց, գողանալ հարստություններ։ Որովհետև եթե ես չանեմ, նա վնասում է քրոջս։ Արդեն նրա վիրավոր լուսանկարներն է ուղարկել, երբ ես ինչ-որ բան եմ կասկածի տակ դրել։ Ես 10 տարուց ավելի է, այս կյանքում թակարդված եմ։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Ոչ ոք չէր սպասում այս բացահայտմանը։ Մարինեն զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում, երբ փեղկված սարսափելի պատմության հանդեպ կարեկցանքի Վերժինեի արածի համար զայրույթի միջ։ Ռաֆայելը նայում էր կնոջը ցնցումի ցավի խառնուրդով։ Ինչու ինձ չասացիր։ Ես կարող էի օգնել։ Կարող էի ոստիկանություն կանչել, փրկել քրոջդ։ Վերժինեն առանց հումորի ծիծաղեց։ Դու կարծում ես, որ չեմ մտածել դրա մասին։ Ռուբենը ամենուր կապեր ունի։ Ես նախկինում փորձել եմ իշխանություններին ներգրավել։ Նա միշտ իմանում է։ Եվ միշտ ստիպում է քրոջս վճարել դրա համար։ Վերջին անգամ, երբ փորձեցի, նա 3 օր առանց ուտելիքի մնաց որպես պատիժ։ Ես չեմ կարող նորից նրա կյանքը վտանգի ենթարկել։ Անահիտը, որը լուռ էր մնացել, վերջապես խոսեց։ Որտեղ է նա։ Քո քույրը։ Եթե մեզ ասես, թե որտեղ է Ռուբենը նրան պահում, մենք կարող ենք ինչ-որ բան անել։ Ես կապեր ունեմ։ Մենք կարող ենք ոստիկանությանը ներգրավել այնպես, որ նա չիմանա, մինչ ուշ լինի։ Վերժինեն նայեց Անահիտին հուսահատ հույսի արտահայտությամբ։ Դուք դա կանեիք։ Նույնիսկ այն ամենից հետո, ինչ ես արել եմ։ Անահիտը հայացքներ փոխանակեց մոր Մարինեի հետ։ Տիկին Հեղինեն դանդաղ գլխով արեց։ Եթե երեխա է վտանգի մեջ, ապա այո։ Մենք կօգնենք։ Բայց դու պետք է լիովին համագործակցես։ Պետք է մեզ ամեն ինչ պատմես։ Եվ այսպես Վերժինեն սկսեց բացահայտել Ռուբենի սխեմայի յուրաքանչյուր մանրուք։ Հասցեները, որտեղ նա պահում էր քրոջը, միշտ փոխելով տեղը մի քանի ամիսը մեկ։ Կեղծ անունները, որոնք օգտագործում էր։ Բանկային հաշիվները, որտեղ դնում էր խարդախություններից ստացված գումարը։ Կապերը, որոնք ուներ կոռումպացված մարդկանց հետ տարբեր հաստատություններում։ Յուրաքանչյուր բացահայտված տեղեկության հետ սխեման ավելի բարդ ու սարսափելի էր թվում։ Անահիտը վերցրեց հեռախոսը, զանգ արեց։ Նա համալսարանական ընկեր ուներ, որն այժմ աշխատում էր հատուկ ծառայություններում, մեկը, ում նա լիովին վստահում էր։ Բացատրեց իրավիճակը, 2 ժամ անց 2 հատուկ գործակալներ առանձնատանն էին, վերցնելով Վերժինեի ամբողջական ցուցմունքը։ Նրա քրոջը փրկելու գործողությունը մանրակրկիտ ծրագրվեց։ Ռուբենը Երանի հարավային մասում վարձակալած բնակարանում էր, պահելով 18-ամյա երիտասարդ աղջկան կողպված սենյակում։ Նա կարծում էր, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, որ Վերժինեն նորմալ հետում է ծրագրին։ Գաղափար չուներ, որ իր սխեման փլուզվել է։
Հաջորդ լուսադեմին ոստիկանությունը ներխուժեց բնակարան։ Ռուբենը փորձեց դիմադրել, բայց արագ վնասազերծվեց։ Վերժինեի քույրը, վախեցած աչքերով չափազանց նիհար մարմնով մի երիտասարդ աղջիկ, փրկվեց։ Նա տրավմայի մեջ էր, բայց ողջ։ Երբ Ռուբենին բերեցին բաժանմունք, սկսեցին բացահայտել ավելի մութ պատմություն։ Նա ոչ միայն ֆինանսական խարդախություններ էր կատարել։ Նրա անցյալում ավելի լուրջ դեպքեր կային, իրավիճակներ, որոնք ոստիկանությունը նախկինում չէր կարողացել ապացուցել, բայց որոնք այժմ Վերժինեի ցուցմունքով հավաքված ապացույցներով սկսում էին կապվել։ Տղամարդը դատվելու էր բազմաթիվ ծանր հանցագործությունների համար։ Վերժինեին նույնպես ձերբակալեցին, բայց իշխանությունների հետ լիովին համագործակցելու տարիներ շարունակ հարկադրանքի տակ լինելու համար նրա փաստաբանը կարողացավ համաձայնության գալ։ Նա ցուցմունք գտար Ռուբենի դեմ, կրճատված պատժաչափի դիմաց։ Նա պետք է պատիժ կրեր, բայց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն կլիներ։ Վերջին անգամ, երբ Մարինեն նրան տեսավ, նախքան դատավարությանը սպասելու համար տանելը, Վերժինեն խնդրեց խոսել Ռաֆայելի հետ։ Նա համաձայնեց, թե տեսանելիորեն ցնցված էր։ Նրանք երկուսով մի քանի րոպե առանձին խոսեցին։ Ոչ ոք չիմացավ, թե կոնկրետ ինչ ասվեց, բայց երբ Ռաֆայելը դուրս եկավ, աչքերում արցունքներ կային։ Նա ինձնից ներողություն խնդրեց, ավելի ուշ պատմեց Ռաֆայելը հավաքված ընտանիքին։ Ասաց, որ մեկ այլ կյանքում, այլ հանգամանքներում, գուցե կարող էին իսկապես երջանիկ լինել։ Որ իր ցուցաբերած զգացմունքների մի մասն իրական էր, բայց որ նա այնքան թակարդված էր Ռուբենի ցանցում, որ չկարողացավ ազնիվ լինել։ Շնորհակալություն հայտնեց նրա քրոջը փրկելու համար։ Տիկին Հեղինեն, որը վերականգնել էր իր իրավունքները տանը տեսանելիորեն ավելի ուժեղ էր, բռնեց որդու ձեռքը։ Դու չափազանց բարի սիրտ ունես այս աշխարհի համար, որդիս։ Բայց հիմա պետք է կենտրոնանաս ապաքինվելու վրա։ Այն, ինչ տեղի ունեցավ, խորը դավաճանություն էր, բայց նա ազատագրում։ Ռուբենն էր այս պատմության իսկական հրեշը։ Հաջորդ ամիսները վերականգնման ամիսներ էին։ Ռաֆայելը խորասուզվեց թերապիայի մեջ, աշխատելով դավաճանության մանիպուլյացիայի տրավմայի վրա։ Դանդաղ նա սկսեց հասկանալ այն նշանները, որոնք անտեսել էր, այն պահերը, երբ ընտրել էր հավատալ հարմարավետ ստերին, ցավոտ ճշմարտությունների փոխարեն։ Դա դժվար գործընթաց էր, բայց նա ուներ իր ընտանիքի անսասան աջակցությունը։ Գույքային փոխանցումները չեղարկվեցին մասնագիտացված փաստաբանների օգնությամբ։ Ալավերդյանների կարողությունը պաշտպանվեց։ Տիկին Հեղինեն վերադարձավ իր երկրորդ հարկի ննջասենյակ, տունը աստիճանաբար վերականգնեց այն ջերմությունը, որը կորցրել էր Վերժինեի թագավորության ընթացքում։ Մարինեն շարունակեց իր աշխատանքը, բայց այժմ ողջ ընտանիքի կողմից նորացված երախտագիտությամբ։ Ռաֆայելը հրապարակայնորեն ընդունեց, որ առանց նրա Անահիտի խիզախության ամեն ինչ կորած կլիներ։ Սոֆյան շարունակում էր պարբերաբար այցելել տուն, միշտ վազելով գրկելու Մարինեին նրան մորաքույր անվանելու, ասելով, որ երբ մեծանա, ուզում է լինել նրա պես ուժեղ խիզախ։ Ինչ վերաբերում է Վերժինեի քրոջը, նրան ընդունեց թրաֆիքինգի հարկադրանքի զոհերի համար մասնագիտացված կազմակերպությունը։ Նա ստանում էր հոգեբանական օգնություն կամաց-կամաց վերականգնում էր իր կյանքը, վերջապես ազատ այն բանտից, որը 10 տարի եղել էր իր իրականությունը։ Վերժինեն, նույնիսկ բանտում, որոշակի խաղաղություն գտավ, իմանալով, որ քույրն անվտանգ է։ 6 ամիս էր անցել Ալավերդյանների առանձնատան այդ լարված օրվանից։ Երանյան ձմեռը եկել էր իր ցուրտ առավոտներով ու մոխրագույն երկնքով, բայց Այգեստանի տան ներսում մի այլ ջերմություն էր վերածնվել։ Դա մի ընտանիքի ջերմությունն էր, որը դիմակայել էր իր կյանքի ամենակործանարար փոթորկին, կարողացել էր դուրս գալ մյուս կողմից, վիրավոր, բայց անվնաս, կոտրված, բայց վերականգնված։ Մարինեն ամեն առավոտ արթնանում էր մի զգացումով, որը վաղուց չէր զգացել՝ խաղաղություն։ Տան առօրյան վերադարձել էր իր բնականոն հունին, առանց այն մշտական լարվածության, որը նշանավորել էր Վերժինեի ամիսները։ Տիկին Հեղինեն թարմացել էր, նրա ժպիտը կամաց-կամաց վերադառնում էր, նրա կենսունակությունը վերածնվում էր, ինչպես մի բույս, որը վերջապես արհեստանում ստվերում երկար ձմեռից հետո։ Տան տիրուհին վերականգնել էր իր դերը որպես ընտանիքի սիրտ։ Նրա երկրորդ հարկի ննջասենյակը նորից զարդարված էր իր անձնական իրերով, դիմանկարներով, հիշողություններով։ Առավոտները նշանավորվում էին թարմ սուրճի բույրով, որը նա պնդում էր խմել ճաշասենյակում, այլս չթաքնվելով երրորդ հարկի խեղդող սենյակում։ Նա զբոսնում էր այգում Սոֆյայի հետ, թոռնուհուն սովորեցնելով ծաղիկների մասին, որոնք տասնամյակներ առաջ հենց ինքն էր տնկել։
Ռաֆայելն էր, որ ամենաշատն էր տեսանելիորեն փոխվել։ Այն տղամարդը, որ միշտ վստահ ու ինքնավստահ էր, խորը փոխակերպման էր ենթարկվել։ Վեժինեի դավաճանությունը խարխլել էր նրա հիմքերը, ստիպելով նրան կասկածի տակ դնել սեփական դատողությունը, մարդկանց իսկապես տեսնելու իր կարողությունը։ Առաջին ամիսներն ամենադժվարն էին։ Նա ժամերով մեկուսանում էր աշխատասենյակում, վերանայելով փաստաթղթերը, փորձելով հասկանալ, թե ինչպես է այդքան կույր եղել։ Տիկին Հեղինեն էր, որ նրան դուրս բերեց ինքնախարազանման այդ պարույրից։ Մի օր նա մտավ աշխատասենյակ առանց թակելու նստեց որդու սեղանի դիմացի բազկաթոռին։ Ռաֆայել, դու չես կարող հավերժ ինքդ քեզ պատժել կատարվածի համար։ Այդ կինը մանիպուլյացիայի պրոֆեսիոնալ էր, տարիներ շարունակ մարզված փորձառու հանցագործի կողմից։ Նա խաբեց քեզ, որովհետև դա հենց այն էր, ինչ նա լավագույնս էր անում։ Բայց ես պետք է տեսնեի նշանները, մայրիկ։ Դու տեսար։ Անահիտը տեսավ։ Նույնիսկ Մարինեն տեսավ։ Միայն ես էի չափազանց հիմար, որ նկատեի։ Տիկին Հեղինեն առաջ թեքվեց, որդու դեմքը բռնելով իր ձեռքերի մեջ։ Դու հիմար չէիր։ Դու սիրահարվեցիր։ Եվ սերը, որդիս, մեզ խոցելի է դարձնում։ Ստիպում է մեզ հավատալ մարդկանց լավագույնին։ Դա թուլություն չէ, դա մարդկայնություն է։ Այն, ինչ դու պետք է սովորես, ոչ թե բոլորին կասկածելն է, այլ քո սիրտը քո բանականության հետ հավասարակշռելը։ Լսելը, երբ քեզ սիրող մարդիկ մատնանշում են բաներ, որոնք դու չես ուզում տեսնել։ Այդ խոսակցությունը շրջադարձային կետ դարձավ Ռաֆայելի համար։ Նա սկսեց ավելի լրջորեն զբաղվել թերապիայով, աշխատելով ոչ միայն դավաճանության տրավմայի, այլ այն վարքագծային օրինաչափությունների վրա, որոնք նրան խոցելի էին դարձնում մանիպուլյացիայի նկատմամբ։ Սովորեց սահմաններ դնել, հարցեր տալ, լիովին չկորչել հարաբերություններում։ Դա ցավոտ, բայց անհրաժեշտ գործընթաց էր։ Ռուբեն Ֆերեյանի դատավարությունը տեղի ունեցավ օգոստոսին, բացահայտելով ավելի մութ պատմություն, քան որը մեկը պատկերացնում էր։ Դատախազը ներկայացրեց առնվազն 6 տարբեր դեպքերի ապացույցներ, որտեղ Ռուբենն օգտագործել էր երիտասարդ կանանց, հարուստ տղամարդկանց նկատմամբ բարդ խարդախություններ իրականացնելու համար։ Այդ կանանցից ոմանք նույնպես հարկադրանքի էին ենթարկվել, ինչպես Վերժինեն, ընտանիքի անդամներին ուղղված սպառնալիքների միջոցով։ Մյուսները պարզապես խաբվել մանիպուլյացիայի էին ենթարկվել, մինչ դարձել էին նրա սխեմաների պատրաստական գործիքները։ Մարինեն ներկա էր դատարանում այն օրը, երբ Ռուբենին դատապարտեցին։ Նա ուզում էր իր աչքերով տեսնել, թե ինչպես է այդքան տառապանք պատճառած մարդը վերջապես պատասխանատվության ենթարկվում։ Ռուբենը ողջ դատավարության ընթացքում ոչ մի զղջում չցուցաբերեց։ Պահպանում էր սառը հաշվարկված արտահայտություն, կարծես դա պարզապես ժամանակավոր անհարմարություն լիներ։ Բայց երբ դատավորը կարդաց 35 տարվա ազատազրկման դատավճիռը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության, մինչ առնվազն 25 տարի գրելը, նրա դեմքին ինչ-որ բան փոխվեց։ Առաջին անգամ նա կարծես իսկապես հասկացավ, որ իր ահի թագավորությունն ավարտվել է։ Վերժինեի դատավարությունը տարբեր էր։ Նա լիովին համագործակցել էր իշխանությունների հետ, մանրամասն տեղեկություններ տրամադրելով Ռուբենի բոլոր սխեմաների մասին, օգնելով բացահայտել այլ զոհերի, բացահայտելով թաքնված բանկային հաշիվներ անօրինական ձեռք բերված գույք։ Նրա փաստաբանը պերճախոսորեն փաստարկեց նրա կրած տարիների հարկադրանքի մասին, այն մասին, թե ինչպես է նա զոհ եղել դեռահաս տարիքից, քրոջ փրկության իր սխալներն ուղղելու համար անհրաժեշտ ամեն ինչ անելու պատրաստակամության մասին։ Ռաֆայելին կանչեցին ցուցմունք տալու։ Մարինեն տեսավ ցավը նրա աչքերում, երբ նա բարձրացավ ամբիոն։ Դատախազը հարցրեց, թե արդյոք նա զգում է, որ մանիպուլյացիայի է ենթարկվել, արդյոք գիտակցում է պատճառված վնասները։ Ռաֆայելը խորը շունչ քաշեց, նախքան պատասխանելը։ Այո, ես մանիպուլյացիայի եմ ենթարկվել։ Այո, իմ ընտանիքը գրեթե կորցրեց ամեն ինչ նրա գործողությունների պատճառով։ Բայց ես նա գիտակցում եմ, որ նա թակարդված էր անհնարին իրավիճակում։ Ոչ ոք չպետք է ընտրություն կատարի սիրելիի կյանքի ճիշտ բան անելու միջ։ Ռուբեն Ֆերեյանն է այստեղ իսկական հանցագործը։ Նա զոհ էր, հանցագործ։ Եվ որքանով որ դա արժեք ունի, ես հավատում եմ, որ նա արժանի է իր կյանքը վերականգնելու հնարավորության, ինչպես մենք բոլորս ենք փորձում վերականգնել մերը։ Ռաֆայելի ցուցմունքը վճռորոշ էր։
Դատավորը հաշվի առավ բոլոր մեղմացուցիչ հանգամանքները Վերժինեին դատապարտեց 8 տարվա ազատազրկման, 5 տարի անց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությամբ պայմանով, որ նա լավ վարք դրսևորի շարունակի համագործակցել Ռուբենի հանցագործությունների հետ կապված հետաքննությունների հետ։ Դա ազատություն չէր, բայց հույս էր։ Նախքան իր պատիժը կրելու համար տանելը, Վերժինեն խնդրեց թույլտվություն վերջին անգամ խոսելու։ Դատավորը թույլ տվեց։ Նա վեր կացավ, ուղիղ նայելով այնտեղ, որտեղ նստած էր Ալավերդյանների ընտանիքը։ Բավարար բառեր չկան արտահայտելու, թե որքան եմ ցավում իմ արածի համար։ Ռաֆայել, դու արժանի չէիր նրան, ինչ ես պատճառեցի։ Տիկին Հեղինե, Անահիտ, Մարինե, Սոֆյա, դուք բոլորդ ինձ հետ միայն բարի եք եղել, ես պատասխանեցի դավաճանությամբ։ Բայց ուզում եմ, որ իմանաք, որ այս վերջին ամիսներին բանտում, 10 տարուց ավելի ժամանակահատվածում առաջին անգամ ես կարողացել եմ խաղաղ քնել։ Որովհետև քույրս անվտանգ է։ Որովհետև Ռուբենն այնտեղ է, որտեղ պետք է լինի։ Եվ որովհետև, չնայած ամեն ինչին, դուք ընտրեցիք տեսնել իմ մարդկայնությունը, իմ հանցագործությունների փոխարեն։ Ես կանցկացնեմ հաջորդ տարիները, փորձելով դառնալ այն մարդը, ում դուք տեսաք իմ մեջ, նույնիսկ երբ ես ինքս ինձ չէի կարողանում տեսնել։ Դատավարություններից շատ ամիսներ անց, առանձնատան կյանքը նոր ռիթմ գտավ։ Ռաֆայելը վերադարձավ ընտանեկան գործերին նորացված կենտրոնացմամբ, բայց այժմ ավելի մեծ հավասարակշռությամբ։ Նա ամեն գիշեր մինչ ուշ չէր աշխատում։ Պարբերաբար ընթրում էր մոր քրոջ հետ։ Ավելի հաճախ էր գնում այգի, որտեղ Սոֆյան խաղում էր, իսկապես ներկա լինելով, այլ ոչ թե ֆիզիկապես այնտեղ, բայց մտքով բացակա։ Անահիտը նույնպես ծաղկում էր։ Նրա փաստաբանական գրասենյակը աճում էր, նա մասնագիտացավ խարդախության հարկադրանքի դեպքերում, օգտագործելով իր անձնական փորձը, օգնելու այլ զոհերի։ Սոֆյան, այժմ 7 տարեկան, պայծառ կարեկից երեխա էր, որը հասկանում էր, որ իր ընտանիքը դժվար բանի միջով է անցել, բայց որ նրանք ավելի ուժեղ են դուրս եկել։ Բայց գուցե ամենանշանակալի փոխակերպումը տեղի ունեցավ այն ձով, թե ինչպես էր ընտանիքը տեսնում Մարինեին։ 20 տարի նա եղել էր մշտական ներկայություն, միշտ այնտեղ, միշտ լուռ աշխատելով կուլիսներում։ Բայց այժմ, այն ամենից հետո, ինչ նա արել էր, թե ինչպես էր վտանգել սեփական ապրուստը, պաշտպանելու տիկին Հեղինեին, թե ինչպես էր գործիքային դեր խաղացել սխեման բացահայտելու մեջ, նրան տեսնում էին բոլորովին այլ կերպ։ Սեպտեմբերի մի օր, երբ երանյան գարունը սկսում էր տաքացնել օդը, Ռաֆայելը Մարինեին կանչեց աշխատասենյակ խոսելու։ Նա բարձրացավ աստիճաններով որոշակի անհանգստությամբ, դեռ թարմ էին այն լարված խոսակցությունների հիշողությունները, որոնք ունեցել էր այնտեղ Վերժինեի հետ։ Բայց երբ ներս մտավ, գտավ ոչ միայն Ռաֆայելին, այլ ողջ ընտանիքին հավաքված։ Տիկին Հեղինեն, Անահիտը, նույնիսկ Սոֆյան այնտեղ էին։ Մարինե, խնդրում եմ նստեք, ասաց Ռաֆայելը, ցույց տալով գլխավոր բազկաթոռը, այն մեկը, որը միշտ վերապահված էր ընտանիքի հորը։ Նա վարանեց, բայց տիկին Հեղինեն քաջալերող ժեստ արեց։ Երբ բոլորը տեղավորվեցին, Ռաֆայելը սկսեց խոսել։ Մարինե, դուք 20 տարի աշխատում եք այս ընտանիքի համար։ 2 տասնամյակ նվիրվածություն, հավատարմություն խնամք։ Բայց վերջին ամիսներին դուք շատ ավելին էիք, քան աշխատող։ Դուք պահապան էիք, հերոսուհի, մեկը, ով իրեն վտանգի ենթարկեց, պաշտպանելու իր սիրելի մարդկանց։ Եվ մենք ուզում էինք դա պատշաճ կերպով ճանաչել։ Նա մի ծրար սահեցրեց սեղանի վրայով։ Մարինեն դողացող ձեռքերով վերցրեց այն, դանդաղ բացելով։ Ներսում իրավաբանական փաստաթղթեր կային։ Նա կարդաց առաջին տողերը, զգաց, թե ինչպես են արցունքները լցնում աչքերը։ Դա մի տան սեփականության վկայականն էր, մի փոքր, բայց գեղեցիկ սեփականություն Երանի արմտյան մասի մի հանգիստ թաղամասում։ Այն նրա անունով էր։ Ռաֆայել, ես չեմ կարող սա ընդունել, սկսեց նա, բայց տիկին Հեղինեն ձեռքը բարձրացրեց։ Կարող ես, սիրելիս։ Դու արժանի ես։ 20 տարի դու ապրել ես այստեղ, հետնամասի մի փոքրիկ սենյակում, միշտ հասանելի, միշտ զոհաբերելով քո սեփական կյանքը Մերինի համար։ Ժամանակն է, որ դու ունենաս մի վայր, որն իսկապես քոնն է։ Կարող ես այնտեղ ապրել, կարող ես վարձով տալ, կարող ես անել այն, ինչ ուզում ես։ Դա քո նվերն է այն ամենի համար, ինչ արել ես մեզ համար։ Արցունքներն այժմ ազատ հոսում էին Մարինեի դեմքով։ Բայց դա դեռ ամենը չէր։ Անահիտը մոտեցավ, մեկ այլ ծրար տալով։ Մենք նա ուզում ենք մի բան պաշտոնականացնել, ասաց նա։ Այսուհետ դու ոչ միայն մեր աշխատողն ես։ Դու մեր տան կառավարիչն ես։
Համապատասխան աշխատավարձով ամբողջական արտոնություններով գույքի կառավարման վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասությամբ։ Մենք քեզ լիովին վստահում ենք։ Սոֆյան, որը մինչ այդ լուռ էր մնացել, ցատկեց աթոռից վազեց գրկելու Մարինեին։ Եվ դու կշարունակես լինել իմ ամենասիրելի մորաքույրը։ Եվ երբ ես մեծանամ, ուզում եմ լինել քո պես ուժեղ խիզախ։ Մարինեն գրկեց աղջկան, չկարողանալով խոսել այն հուզմունքից, որը խեղդում էր կոկորդը։ 20 տարի առաջ նա եկել էր այդ տուն որպես լոռուց եկած վախեցած երիտասարդ աղջիկ, ոչինչ չունենալով, բացի հին ճամպրուկից հույսերից։ Այժմ ոչ միայն սեփական տուն ուներ, այլ մի ընտանիք, որն իրեն իսկապես սիրում էր։ Ամիսների ընթացքում ապաքինման փոքր նշանները շարունակում էին հայտնվել։ Ռաֆայելը նորից սկսեց հանդիպել, այս անգամ ամեն ինչ անելով շատ ավելի դանդաղ զգույշ։ Բարեգործական միջոցառմանը ծանոթացավ Յուլիանա անունով մի հոգեբանի հետ, մի բարի համբերատար կնոջ, որին չէր անհանգստացնում նրա դանդաղ տեմպը։ Նրանք պարզապես ճանաչում էին միմյանց, առանց շտապելու, առանց շուտափույթ խոստումների։ Պարզապես երկու հասուն մարդ, որոնք պարզում էին, թե արդյոք կա իրական կապ։ Տիկին Հեղինեն վերադարձավ համայնքային ակտիվ կյանքին, վերսկսելով իր կամավորական աշխատանքը բարեգործական հաստատություններում, որը թողել էր Վերժինեի հետ մութ ամիսների ընթացքում։ Նա կարծես երիտասարդացել էր, նրա էներգիան նորացել էր այն գիտակցումից, որ դեռ շատ բան ունի աշխարհին տալու։ Տունն ինքը փոխակերպման ենթարկվեց։ Ռաֆայելը դիզայներներ վարձեց, հեռացնելու Վերժինեի դարաշրջանի բոլոր հետքերը։ Անդեմ կահույքը փոխարինվեց կտորներով, որոնք համատեղում էին հարմարավետությունն ու ընտանեկան պատմությունը։ Աբստրակտ նկարները, որոնք ոչ ոք չէր հասկանում, տեղի տվեցին ընտանիքի նոր դիմանկարներին, այդ թվում առաջին անգամ Մարինեի մի քանի լուսանկարներին։ Նա այժմ պաշտոնապես ընտանեկան դիմանկարի մաս էր։ Դատավարություններից մոտ 1 տարի անց մի նամակ եկավ։ Վերժինեից էր, բանտից։ Նա գրում էր, խնդրելով թույլտվություն նամակագրելու քրոջ հետ Մարինեի միջոցով, քանի որ աղջիկը գտնվում էր պաշտպանության կազմակերպության ժամանակավոր խնամակալության տակ։ Վերժինեն նա պատմում էր բանտում իր առօրյայի, այն աշխատանքի մասին, որը կատարում էր հոգեբանի հետ, հասկանալու իր կրած տրավմաները պատճառած վնասները։ Ընտանիքը հավաքվեց, որոշելու, թե արդյոք պետք է պատասխանեն։ Տիկին Հեղինեն էր, որ տվեց վերջնական վճիռը։ Բոլորն արժանի են քավության հնարավորության։ Եթե նա իսկապես փորձում է լավանալ, մենք կարող ենք գոնե դա ճանաչել։ Բայց զգուշությամբ և համապատասխան ուղիներով։ Մարինեն պատասխանատու դարձավ կապի օղակ լինելու համար։ Նա կարճ, բայց սիրալիր նամակներ էր գրում Վերժինեին, տեղեկացնելով նրան քրոջ ապաքինման մասին, որն այժմ ինտենսիվ թերապիայի մեջ էր նշանակալի առաջընթաց էր գրանցում։ Երիտասարդ աղջիկը սկսել էր սովորել, ընկերներ էր ձեռք բերում, կամաց-կամաց վերականգնում էր իրենից գողացված մանկությունը։ Ռաֆայելը երբեք չխնդրեց կարդալ Վերժինեի նամակները, Մարինեն երբեք չառաջարկեց։ Նա փակել էր իր կյանքի այդ գլուխը, պահելով այն որպես սովորած դաս, բայց ոչ մի վերք, որը պետք է անընդհատ վերաբացվի։ Նա ներել էր իր ծով, բայց ներելը չէր նշանակում մոռանալ կամ նորից դռներ բացել։ Ամբողջ դրամայից 2 տարի անց, գարնան մի արոտ օր, Ալավերդյանների ընտանիքը խորոված կազմակերպեց առանձնատան այգում։ Սոֆյայի ծնունդն էր, որը դառնում էր 8 տարեկան։ Աղջիկը վազվզում էր սիզամարգով դպրոցական ընկերների հետ, նրա ծիծաղը արձագանքում էր հին ծառերի միջ։ Տիկին Հեղինեն նստած էր հովանոցի տակ, աշխույժ զրուցելով հարանուհիների հետ։ Անահիտը խորովածի մոտ օգնում էր Ռաֆայելին, որն անսպասելիորեն միս պատրաստելու տաղանդ էր հայտնաբերել։ Յուլիանան նույնպես այնտեղ էր, ձեռք ձեռքի տված Ռաֆայելի հետ, բնականորեն ինտեգրված ընտանիքին։ Նա զրուցում էր Մարինեի հետ այգու ծաղիկների մասին, անկեղծորեն հետաքրքրված յուրաքանչյուր ծաղկաթմբի պատմությամբ։ Նրա հարաբերություններում Ռաֆայելի հետ շտապողականություն չկար, ճնշում չկար։ Պարզապես երկու մարդկանց միջ ջերմության օրգանական առողջ աճ, որոնք բավականաչափ ապրել էին, գնահատելու իսկությունը, կրքոտ սիրուց առավել։ Օրվա մի հանգիստ պահի Մարինեն հեռացավ խմբից քայլեց դեպի այգու ծայրը, որտեղ 100-ամյա ժակարանդայի տակ փայտե նստարան կար։ Նստեց այնտեղ, դիտելով իր արջի տեսարանը։ Իր սիրելի ընտանիքը, հավաքված, երջանիկ, անվտանգ։ Երեխաներ խաղում են։ Մեծահասակներ զրուցում են։ Օդում սավառնող ծիծաղի ձայնը։ Նա մտածեց իր ճանապարհի մասին։
22 տարի առաջ նա վախեցած երիտասարդ աղջիկ էր, որը երան էր եկել ոչնչով։ Այժմ 54 տարեկանում նա ուներ տուն, հարգված կարիերա, մի ընտանիք, որը նրան հավասար էր տեսնում։ Նա ուներ արժանապատվություն, անվտանգություն, սեր։ Նա դիմակայել էր իր կյանքի ամենավտանգավոր իրավիճակներից մեկին, դուրս էր եկել ոչ միայն անվնաս, այլ ուժեղացած։ Մարինե մորաքույր։ Սոֆյայի ձայնը նրան դուրս բերեց մտորումներից։ Աղջիկը վազում էր նրա ուղղությամբ, տորթի մի կտոր բռնած։ Ամենամեծ կտորը քեզ համար եմ պահել։ Որովհետև դու ամենախիզախ մարդն ես, ում ես ճանաչում եմ։ Մարինեն վերցրեց տորթը, Սոֆյային գրկեց։ Շնորհակալ եմ, սիրելիս։ Բայց գիտես ինչ։ Իսկական խիզախությունը վախ չունենալը չէ։ Դա վախենալն է, բայց մինույն է ճիշտ բան անելը։ Եվ դու արդեն ցույց ես տվել, որ այդ խիզախությունը նույնպես ունես։ Հիշում ես, երբ մայրիկիդ պատմեցիր լսած խոսակցության մասին։ Դա շատ խիզախ էր։ Սոֆյան մի պահ մտածեց դրա մասին, հետո պայծառ ժպտաց։ Ուրեմն մենք բոլորս խիզախ ենք։ Դու, ես, մայրիկս, տատիկս, Ռաֆայել քեռիս։ Մենք սուպերհերոսների ընտանիք ենք։ Մարինեն ծիծաղեց, մի անկեղծ ուրախ ծիծաղ, որը գալիս էր սրտի խորքից։ Այո, Սոֆյա։ Այո, այդպես է։ Երբ Արը սկսեց մայր մտնել, երանի երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով, ընտանիքը դեռ հավաքված էր այգում։ Տիկին Հեղինեն սկսեց պատմել անցյալի պատմություններ, այն մասին, թե երբ է կառուցվել առանձնատունը, երբ իր երեխաները փոքր էին, լեգենդար խնջույքների մասին, որոնք տեղի են ունեցել այդ այգիներում տասնամյակներ առաջ։ Նոր պատմությունները խառնվում էին հներին, հյուսելով հիշողության հույսի շարունակական գոբելեն։ Ռաֆայելը շուրջը նայեց, կլանելով տեսարանը։ Իր մայրը առողջ երջանիկ։ Իր քույրը փայլում է։ Իր զարմուհին մեծանում է սիրով շրջապատված։ Յուլիանան իր կողքին, մի հանգիստ կայուն ներկայություն։ Եվ Մարինեն կինը, որը փրկեց ամեն ինչ, վերջապես ստանալով այն ճանաչումը, որին միշտ արժանի էր։ Նա գրեթե կորցրել էր այս ամենը իր կուրության պատճառով, բայց նա սովորել էր դասեր, որոնք նրան ավելի ուժեղ կդարձնեին իր ողջ կյանքի ընթացքում։ Գիշերվա մոտենալուն պես մարդիկ սկսեցին հրաժեշտ տալ։ Հարանուհիները գնացին, շնորհակալություն հայտնելով հրաշալի օրվա համար։ Սոֆյայի ընկերներին եկան իրենց ծնողները։ Շուտով մնաց միայն մտերիմ ընտանիքը։ Նրանք միասին նստեցին պատշգամբում, փաթաթված ծածկոցներով, գիշերվա սկսվող ցրտից պաշտպանվելու համար, պարզապես վայելելով միմյանց ընկերակցությունը։ Տիկին Հեղինեն էր, որը խախտեց հարմարավետ լռությունը։ Գիտեք, մեղմորեն ասաց նա, նայելով նրանցից յուրաքանչյուրին, ես այս կյանքում շատ բան եմ տեսել։ Տեսել եմ ուրախություններ, տխրություններ։ Ընտանիք եմ կառուցել, կորցրել եմ սիրելի ամուսնուն, գրեթե կորցրել եմ ամեն ինչ մեկ անգամ։ Բայց եթե այս սարսափելի փորձառությունն ինձ ինչ-որ բան սովորեցրեց, դա այն է, որ իսկական հարստությունը գույքը չէ, բանկային հաշիվները չեն։ Դա, սա է։ Դուք եք։ Այս սերն է, որ մենք կիսում ենք։ Այն խիզախությունն է, որ մենք ցուցաբերում ենք, երբ ամեն ինչ կորած է թվում։ Այն հավատարմությունն է, որը մնում է նույնիսկ ամենամութ ժամերին։ Նա բռնեց Մարինեի Ռաֆայելի ձեռքը, միավորելով փոքրիկ ընտանիքը խորհրդանշական շրջանակի մեջ։ Մենք հիմա ավելի ուժեղ ենք, քան նախկինում էինք։ Որովհետև մենք փորձության ենթարկվեցինք, չկոտրվեցինք։ Ճկվեցինք, այո։ Գրեթե փշրվեցինք։ Բայց ահա մենք, միասին, ամբողջական մի ձով, որը գուցե նախկինում չէինք։ Մարինեն սեղմեց տիկին Հեղինեի ձեռքը, զգալով, թե ինչպես են տաք արցունքները հոսում իր դեմքով։ Շնորհակալ եմ, շշնջաց նա։ Շնորհակալ եմ ինձ տեսնելու, ինձ լսելու, ինձ վստահելու համար։ Ոչ, հաստատակամորեն պատասխանեց տիկին Հեղինեն։ Շնորհակալ եմ քեզ։ Քո խիզախության, քո հավատարմության, քո ուժի համար։ Դու փրկեցիր այս ընտանիքը, Մարինե։ Երբեք մի մոռացիր դա։ Գիշերը խորացավ նրանց շուրջը, աստղերը սկսեցին հայտնվել երանի երկնքում, հազվադեպ, բայց ներկա։ Այգեստանի առանձնատունը, որը եղել էր այնքան մանիպուլյացիայի ցավի բեմ, այժմ նորից հնչում էր սիրով ճշմարտությամբ։ Ստվերները վտարվել էին։ Լույսը վերադարձել էր։
Եվ Մարինեն, հավատարիմ սպասուհին, որը դարձավ պահապան, լուռ կինը, որը գտավ իր ձայնը, անհավանական հերոսուհին, որը փրկեց ամեն ինչ, վերջապես թույլ տվեց իրեն հավատալ մի բանի, որը միշտ անհնարին էր թվում։ Որ նա հենց այնտեղ էր, որտեղ պետք է լիներ, սիրված հենց այնպիսին, ինչպիսին կար, գնահատված ոչ թե նրա համար, թե ինչ էր անում, այլ թե ով էր։ Ալավերդյանների ընտանիքի պատմությունը չավարտվեց այդ գիշեր։ Այն կշարունակվեր երկար տարիներ, ուրախության մարտահրավերի, աճի փոփոխության նոր գլուխներով։ Բայց մութ գլուխը վերջնականապես փակվել էր։ Եվ նոր գլուխը, գրված սովորած դասերով դժվարության մեջ գտնված ուժով, խոստանում էր լինել ամենապայծառը։ Որովհետև, ի վերջո, ոչ թե փոթորիկներն են որոշում, թե ով ենք մենք, այլ այն, թե ինչպես ենք մենք նավարկում դրանց միջով, ում ենք ընտրում լինել, երբ ամեն ինչ կորած է, ինչպիսի աշխարհ ենք կառուցում, երբ վերջապես հասնում ենք մյուս ափը։